Նա դուրս եկավ կույր հանդիպումից, իր հետ տանելով մերժման ցավը, համոզված, որ այդ երեկոն իրեն միայն հերթական դառը հուշը կպարքի։ Սակայն մի անսպասելի աղջնակ հայտնվեց իր կողքին, մեկ պարզ հարցով, քանդեց այն դատարկությունը, որը լցվել էր նրա սրտում։ Մի րոպե անց մի անհավանական կրկին հանդիպում երեք կյանքերի գտնի բախման ուղու վրա, բացելով ճանապարհը մի բանի, որը նրանցից ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Իսկ այն, ինչ սկսվեց որպես նվաստացում, կվերածվեր ընդունման, բուժման նոր սկիզբների պատմության։ Նախքան այս զարմանալի պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ավելի հուզիչ պատմություններ բաց չթողնելու համար։ Անձրը թակում էր ռեստորանի պատուհանը այնպիսի համառությամբ, որը կարծես անձնական լիներ։ Մարիամը երրորդ անգամ ուղեց հեռախոսի հայելին, ստուգելով, թե արդյոք շրթներկը դեռ տեղում է, արդյոք մազերը չեն փչացել, արդյոք կա որ է հնարավորություն, թեկուզ նվազագույն, որ այս երեկոն չի ավարտվի, ինչպես մյուս բոլորը։ Մենակ։ Ամոթահար։ Այն զգացումով, որ իր մեջ ինչ-որ բան հիմնովին սխալ է։ Հավելվածը խոստացել էր 98% համատեղելիություն։ Նա ժամանակին ծիծաղել էր դրա վրա, բայց հույսը դավաճան բան է։ Հույսը նրան ստիպել էր հավատալ, որ, վերջապես, ամեն ինչ կարող է փոխվել։ Որ գուցե, միայն գուցե, գոյություն ունի մեկը, ով պատրաստ է տեսնել իրեն պրոֆիլի հին լուսանկարներից այն կողմ, այն մարմնից այն կողմ, որն այլս այնքան էլ երիտասարդ չէ, այն կյանքից այն կողմ, որը նույնքան փոքր էր դարձել, որքան Երանի մի մոռացված թաղամասում գտնվող միասենյականոց բնակարանը։ Նա 10 րոպե ուշացումով ժամանեց։ Մարիամը ճանաչեց լուսանկարի դեմքը, ավելի ճիշտ, այդ դեմքի ֆիլտրված ու լուսավորված տարբերակը։ Իրական տղամարդն ավելի կոպիտ էր, դիմագծերով, որոնք խրոնիկ դժգոհություն էին հուշում։ Նա նստեց առանց ժպտալու, գազավորված ջուր պատվիրեց, սկսեց։ Լուսանկարները հին են, ասաց նա, կարծես Մարիամը հանցագործություն գործած լիներ։ Դուք այնքան էլ նրա ճաշակով չեք։ Նրա ճաշակով։ Կարծես գոյություն ունենար կանանց որոշակի տեսակ, որն արժանի էր լինել այնտեղ, այդ սեղանի շուրջ, շնչել նույն օդը, ինչ նա։ Մարիամը զգաց, թե ինչպես տաքությունը բարձրացավ իր պարանոցով, այն ծանոթ այրոցը, որն ուղեկցում էր յուրաքանչյուր մերժմանը։ Նա փորձեց խոսել, փորձեց բացատրել, որ լուսանկարները խնամքով էր ընտրել, որ 2 ժամ պատրաստվել էր, որ կես ժամ շուտ էր եկել, նյարդերը հանգստացնելու համար։ Բայց նա արդեն վեր էր կենում, արդեն հաշիվն էր ուզում, արդեն վճարում էր միայն իր բաժինը այնպիսի ճշգրտությամբ, որը թյուրիմացության տեղիք չէր թողնում։ Հաջողություն, ասաց նա, այդ հաջողության մաղթանքի մեջ ինչ-որ դաժան բան կար, կարծես իմանար, որ նա այն չի ունենա։ Մարիամը մնաց մենակ սեղանի շուրջ։ Մատուցողը ձացրեց, թե չի նկատում։ Շուրջ բոլորը զույգերը շարունակում էին զրուցել, ծիծաղել, ապրել կյանքեր, որոնք իրենը չէին։ Նա նայեց իր պատվիրած նախուտեստի ափսեին, մի կարպաճճով, որն այժմ կարծես իր միամիտ լավատեսության լուռ մեղադրանքը լիներ, զգաց, որ աչքերն այրվում են։ Ոչ այստեղ։ Ոչ բոլորի առաջ։ Նա խորը շունչ քաշեց, վերցրեց պայուսակը, պատրաստվեց վեր կենալ ու անհետանալ, վերադառնալ դատարկ բնակարան ծածնել, թե այդ երեկոն երբեք տեղի չի ունեցել։ Հենց այդ պահին նա զգաց քաշոցը։ Թեթ։ Նուրբ։ Կարծես ինչ-որ մեկը մատների ծայրով դիպչում էր իր բլուզին։ Մարիամը շրջվեց, հանդիպեց մի զույգ շագանակագույն, հսկայական աչքերի, որոնք շրջապատված էին այնպիսի թարթիչներով, որոնց համար ցանկացած կին թանկ կվճարեր։ Աղջիկը 7 տարեկանից ավելի չէր կարող լինել։ Նա հագել էր կարմիր զգեստ, որը համապատասխանում էր մազերի ժապավենին, կրծքին սեղմել էր մի գորշ արջուկ, կարծես դա աշխարհի ամենաթանկ գանձը լիներ։ Դուք շատ գեղեցիկ եք, ասաց երեխան այն զինաթափող անկեղծությամբ, որը միայն երեխաներն ունեն։ Մարիամը թարթեց աչքերը։ Հնարավոր չէր, որ դա տեղի ունենար։ Բայց աղջիկը դեռ այնտեղ էր, կանգնած իր աթոռի կողքին, գլուխը թեթակի թեքած, նրան դիտում էր այնպիսի լրջությամբ, որն իր մաքրության մեջ գրեթե անհանգստացնող էր։ Ինչու եք տխուր, հարցրեց երեխան։ Եվ մինչ Մարիամը կկարողանար գտնել պատշաճ պատասխան, մինչ կկարողանար բացատրել, որ դա տխրություն չէր, այլ պարզապես մի ամբողջ կյանքի հիասթափությունների ծանրությունն էր, սեղմված մեկ պահի մեջ, աղջիկը տվեց այն հարցը, որը պիտի փոխեր ամեն ինչ։ Կարող ենք ձեզ հետ մնալ։ Մարիամի սիրտը կանգ առավ։ Բառացիորեն կանգ առավ։ Նա զգաց, թե ինչպես լռությունը տարածվեց իր շուրջը, կարծես տիեզերքը խորը շունչ քաշած լիներ պահեր այն։ Աղջիկը շարունակում էր նայել իրեն, պատասխանի սպասելով, բոլորովին անտեղյակ այդ պարզ բառերի ուժից։ Սոնա։
Տղամարդու ձայնը կտրեց լռությունը։ Ներողություն, իսկապես ներողություն։ Երեխայի հետից հայտնված տղամարդը բարձրահասակ էր, շագանակագույն մազերով կոստյումով, որն ավելի թանկ արժեր, քան Մարիամը վաստակում էր մեկ ամսում։ Նրա դիմագծերում ինչ-որ ծանոթ բան կար, ինչ-որ բան, որը քաշում էր նրա հիշողությունը, ինչպես կուլպայի քանդված թել։ Նա ձեռքը դրեց աղջկա ուսին, ուրեմն Սոնա, այնպիսի նրբությամբ, կարծես սովոր լիներ քնքուշ լինել փխրուն արարածների հետ։ Նա չպետք է այսպես հեռանար սեղանից, ասաց նա, նրա ձայնի մեջ անկեղծ անհանգստություն կար։ Ներողություն եմ խնդրում։ Բայց Սոնան բնավ էլ զղջացած չէր։ Նա նայում էր Մարիամին այնպիսի վճռականությամբ, որն անհնարին էր թվում այդքան փոքրիկի մեջ։ Ես ուզում եմ նրա հետ ընթրել, ասաց աղջիկը, մատնացույց անելով Մարիամին։ Մենակ ու գեղեցիկ։ Հայրը ծիծաղեց, անկեղծ մի ձայն, որը փափկեցրեց նրա դեմքի կոշտ գծերը։ Սոնա, մենք չենք կարող պարզապես։ Ինչու ոչ, հարցրեց երեխան, երեխաներին բնորոշ անթերի տրամաբանությամբ։ Նա մենակ է։ Մենք այստեղ ենք։ Նա գեղեցիկ է։ Ինչու չենք կարող մնալ։ Մարիամը տեսավ, թե ինչպես տղամարդը տատանվեց։ Տեսավ, թե ինչպես կոնֆլիկտը անցավ նրա դեմքով, դաստիարակության միջ, որը նրան սովորեցրել էր հարգել սահմանները, այն անհնարինության միջ, որ մերժեր ինչ-որ բան այն երեխային, որն իրեն նայում էր այդքան հույսով։ Եվ հետո, կարծես հանձնվելով իրենից ավելի մեծ ուժի, նա ժպտաց։ Եթե դեմ չեք, ասաց նա Մարիամին, այդ հրավերի մեջ իրական հարց կար, ոչ թե սոցիալական պարտավորություն։ Մենք հաճույքով կվայելենք ձեր ընկերակցությունը։ Մարիամը բացեց բերանը։ Փակեց։ Նորից բացեց։ Ոչ մի բառ դուրս չէր գալիս։ Բայց Սոնան արդեն քաշում էր իր կողքի աթոռը, արդեն նստում էր այնպիսի լրջությամբ, կարծես շատ կարևոր բան էր անում, արդեն դնում էր գորշ արջուկին իր մյուս կողքի աթոռին։ Սա պարոն Բեղիկն է, ներկայացրեց Սոնան, մատնացույց անելով խաղալիքը։ Նա էլ է ուզում ձեզ հետ ընթրել։ Եվ այսպես երեկոն, որը սկսվել էր նվաստացումով, մերժումով, բոլորովին անսպասելի ընթացք ստացավ։ Սոնայի հայրը նստեց նրանց դիմաց մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր զվարճանքի անհարմարության։ Մարիամը դեռ փորձում էր հասկանալ, թե ինչ էր տեղի ունեցել։ 5 րոպե առաջ նա պատրաստվում էր տանը մենակ լաց լինել, իսկ հիմա նստած էր մի երեխայի հետ, որն իրեն նայում էր, կարծես ինքն աշխարհի ամենահետաքրքիր մարդը լիներ։ Ես Լոնն եմ, ասաց տղամարդը, մեկնելով ձեռքը։ Եվ կրկին ներողություն եմ խնդրում աղջկա սպահվածքի համար։ Նա ֆիլտր չունի։ Մարիամը սեղմեց նրա ձեռքը, հենց այդ պահին ինչ-որ բան կտտաց նրա հիշողության մեջ։ Այդ դեմքի, այդ ձայնի, այդ ժպտալուծի մեջ ինչ-որ բան կար, որը նրան տեղափոխեց մի ժամանակ, որը նա խնամքով թաղել էր մտքի մի անկյունում։ Աչքերը կկոցվեցին, երբ նա դիտում էր նրան։ Դուք Լոն Մանուկյանը չեք, հարցրեց նա տատանվելով։ Նա թարթեց աչքերը, զարմացած։ Այո, ես եմ։ Ծանոթ ենք։ Մասնավոր դասեր, ասաց Մարիամը, հիմա նրա ձայնն ավելի ամուր էր, ավելի վստահ։ Մոտ 10 տարի առաջ։ Դուք ավագ դպրոցի վերջին դասարանում էիք։ Մաթեմատիկա։ Լոնի դեմքը լուսավորվեց ճանաչումից։ Ուսուցչուհի Մարիամ։ Աստված իմ, ինչքան ժամանակ է անցել։ Դուք դեռ դասավանդում եք։ Նրա հարցի մեջ ինչ-որ մելանխոլիկ բան կար, կարծես սպասում էր, որ նա ավելի մեծ, ավելի կարևոր բանի հասած լիներ։ Մարիամը զգաց ամոթի ծանոթ քաշոցը, բայց այս անգամ կարողացավ դիմադրել։ Դեռ մասնավոր դասեր եմ տալիս, պատասխանեց նա։ Նա մի քանի առցանց աշակերտ ունեմ։ Դուք հիանալի ուսուցչուհի էիք, ասաց Լոնը, նրա խոսքերում անկեղծություն կար։ Դուք օգնեցիք ինձ հանձնել մի քննություն, որը վստահ էի, որ կկտրվեմ։ Հայրս ուզում էր ինձ դպրոցից հանել, ասում էր, որ ես անհույս դեպք եմ, բայց դուք հավատացիք, որ ես կարող եմ։ Սոնան հետաքրքրությամբ հետում էր այս փոխանակմանը, կարծես ֆիլմ դիտեր։ Պարոն Բեղիկը անշարժ մնում էր աթոռին, լուռ վկա։ Հայրդ սխալվում էր, ասաց Մարիամը նկատեց, որ ձայնը թեթակի դողաց։ Ոչ ոք երկար ժամանակ իրեն նման բաներ չէր ասել։ Ոչ ոք չէր գնահատել իր արած որը լավ բան։ Լիովին սխալվում էր, համաձայնեց Լոնը։ Ես ընդունվեցի լավ համալսարան, հետո ավելի լավը։ Հիմա տեխնոլոգիական ընկերություն ունեմ։ Ամեն ինչ սկսվեց, որովհետև դուք ինձ ստիպեցիք հավատալ, որ ես ընդունակ եմ սովորելու։
Սոնան քաշեց Մարիամի թից։ Հայրիկս շատ հարուստ է, տեղեկացրեց աղջիկը, կարծես կարոր գաղտնիք հայտներ։ Բայց նա երբեմն տխրում է։ Լոնը ծիծաղեց, բայց այդ ծիծաղի մեջ ինչ-որ ճշմարտություն կար, ինչ-որ բան, որը պարզապես զվարճանք չէր։ Սոնա, այդպիսի բաներ ասելը քաղաքավարի չէ։ Ինչու ոչ, հարցրեց աղջիկը, կրկին այդ անթերի տրամաբանությամբ։ Դա ճիշտ է։ Դու տխրում ես։ Կարծում ես, ես չեմ նկատում, բայց ես նկատում եմ։ Մատուցողը հենց այդ պահին մոտեցավ, կարծես 6-րդ զգայարան ունենար ժամանակին ընդհատելու համար։ Լոնը խնդրեց Սոնային ընտրել, թե ինչ է ուզում ուտել, աղջիկը խոնարհվեց ճաշացանկի վրա, գաստրոնոմիական քննադատի լրջությամբ։ Մարիամը հետում էր այս ամենին, կարծես երազում լիներ, որից ցանկացած պահի կարող էր արթնանալ։ Նա մորը կորցրել է 3 տարի առաջ, ասաց Լոնը ցածր ձայնով, մինչ Սոնան զբաղված էր ճաշացանկով։ Իմ նախկին կինը ավտովթար էր։ Սոնան այդ օրը ինձ հետ էր, բայց մեքենայում չէր։ Այդ օրվանից նա այսպիսին է։ Շատ ուշադիր։ Շատ կարեկից։ Կարծես մի գիշերում 10 տարով մեծացած լիներ։ Մարիամը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Այդ խոսքերում մի ցավ կար, որը սկիծ անդին էր։ Կար մեղքի զգացում, կար վախ, կար այն զգացումը, որ միշտ մի քայլ հետ ես մնում նրանից, ինչի կարիքն ունի քո երեխան։ Նա շատ յուրահատուկ երեխա է թվում, ասաց Մարիամը, դա պարզապես քաղաքավարի խոսք չէր։ Սոնան իսկապես յուրահատուկ էր, մի ծով, որը դժվար էր բացատրել։ Այդպես է, համաձայնեց Լոնը։ Բայց ես անհանգստանում եմ։ Նա մայր չունի, ժամանակի մեծ մասն անցկացնում է դայակների մասնավոր ուսուցիչների հետ։ Ես շատ եմ աշխատում, շատ եմ ճանապարհորդում։ Երբեմն ինձ հարց եմ տալիս, արդյոք բավարար բան եմ անում։ Սոնան գլուխը բարձրացրեց ճաշացանկից։ Հայրիկ, դու բավարար բան ես անում։ Դու հիմա այստեղ ես։ Եվ դու բերեցիր ուսուցչուհի Մարիամին։ Նրա անունը Մարիամ է, ուղղեց Լոնը մեղմորեն։ Պետք չէ ասել ուսուցչուհի։ Բայց նա ուսուցչուհի է, ասաց Սոնան, երեխաներին բնորոշ անհերքելի տրամաբանությամբ։ Ուրեմն ես նրան այդպես եմ կանչում։ Մարիամը զգաց, որ իր ներսում ինչ-որ բան շարժվեց։ Ինչ-որ բան, որը երկար ժամանակ քնած էր։ Դա պարզապես հրապուրանք չէր, թե դրանից էլ մի քիչ կար, քանի որ Լոնը գրավիչ էր, հաջողակ էր, բարի էր։ Բայց դա դրանից ավելին էր։ Դա տեսանելի լինելու զգացումն էր։ Պետքական լինելու զգացումն էր։ Ընտրված լինելու զգացումն էր։ Դուք այստեղ եք ապրում, քաղաքում, հարցրեց Լոնը, մինչ Սոնան վերջապես որոշեց, որ ուզում է հավի միս տապակած կարտոֆիլով ելակի հյութ։ Այո, պատասխանեց Մարիամը։ Միշտ այստեղ եմ ապրել։ Այստեղից ոչ շատ հեռու բնակարան ունեմ։ Մենակ։ Այդ հարցի մեջ ինչ-որ զգուշավոր բան կար, կարծես Լոնը ջուրն էր փորձում նախքան սուզվելը։ Մարիամը գլխով արեց։ Երկար ժամանակ է, հաստատեց նա։ Լոնը նայեց Սոնային, որը զբաղված էր պարոն Բեղիկին բացատրելով, թե ինչպես է աշխատում ճաշացանկը։ Երբ նա հայացքը վերադարձրեց Մարիամին, նրա աչքերում որոշում կար։ Ես կցանկանայի սա կրկնել, ասաց նա։ Ընտրել ձեզ հետ։ Այս անգամ առանց Սոնայի ընդհատումների։ Դե, գուցե Սոնայի հետ, բայց մեկ այլ առիթով նա։ Մենակ ձեզ հետ։ Մարիամը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Սա հրավեր էր։ Հրավերի էր նման։ Բայց նա սովորել էր չվստահել հրավերներին, խոստումներին, հնարավորություններին։ Երեկոն սկսվել էր մի տղամարդով, որը մերժել էր իրեն, նույնիսկ չփորձելով զրուցել, իսկ հիմա մեկ ուրիշը կար, որն անկեղծորեն հետաքրքրված էր թվում։ Դա շատ էր։ Չափազանց շատ էր։ Դա հենց այնպիսի բան էր, որ կյանքն անում էր իր հետ, հույս էր տալիս, որ հետո խլի։ Ես այո, ասաց Մարիամը լսեց սեփական ձայնը, կարծես շատ հեռվից գար։ Ես կցանկանայի։ Սոնան ծափ տվեց։ Ես գիտեի։ Ես գիտեի, երբ դուք ներս մտաք, որ դուք յուրահատուկ եք։ Ինչպես գիտեիր, հարցրեց Մարիամը, իր կամքին հակառակ հետաքրքրվելով։ Որովհետև հայրիկս գեղեցկացավ, երբ դուք նրան նայեցիք, պատասխանեց Սոնան երեխաներին բնորոշ զինաթափող ազնվությամբ։ Հայրիկս գեղեցիկ է լինում, երբ երջանիկ է, նա երջանիկ էր, երբ դուք նրան ճանաչեցիք։ Լոնը կարմրեց։
Մարիամը ծիծաղեց մի ձայն, որը մոռացել էր, որ կարող է հանել։ Եվ այդ պահին, մինչ Սոնան շարունակում էր բացատրել իր անհերքելի տրամաբանությունը զգացմունքների դիմախաղի մասին, Մարիամը հասկացավ, որ ինչ-որ բան փոխվել է։ Դա պարզապես մի անհաջող կույր ժամադրություն չէր։ Դա ինչ-որ բանի սկիզբն էր, որը նա դեռ չէր կարող անվանել, բայց որը զգում էր որպես դուռ, որը բացվում էր մի պատի մեջ, որը նա կարծում էր, թե ամուր է։ Երեկոն շարունակվեց։ Նրանք զրուցեցին աշխատանքի, կյանքի, այն տարիների մասին, որոնք անցել էին մասնավոր դասերից հետո։ Լոնը պատմեց, թե ինչպես է զրոյից կառուցել իր ընկերությունը, հաջողությունից առաջ ունեցած ձախողումների մասին, թե ինչպես է սովորել, որ փողը երջանկություն չի գնում, բայց ժամանակ է գնում, իսկ ժամանակը այն էր, ինչի կարիքն ամենաշատն ուներ Սոնայի հետ լինելու համար։ Մարիամը խոսեց դասավանդելու մասին, թե ինչպես է հայտնաբերել, որ սիրում է աշխատել մասնավոր աշակերտների հետ, որովհետև կարողանում է իսկապես ճանաչել նրանց, կարողանում է ուսուցումը հարմարեցնել նրանց կարիքներին։ Երբ ընթրիքն ավարտվեց, Լոնը խնդրեց Մարիամի համարը։ Նա տվեց, երբ նա մուտքագրեց այն իր հեռախոսում, նա լսեց ծանուցման ձայն իր պայուսակից։ Նա փորձնական հաղորդագրություն էր ուղարկել. «Դուք յուրահատուկ մարդ եք, Մարիամ։ Շնորհակալություն, որ հավատացիք ինձ, երբ ոչ ոք չէր հավատում»։ Սոնան քնեց հոր գրկում, մինչ նրանք սպասում էին մեքենային։ Մարիամը դիտում էր աղջկան, իր ճմրթված կարմիր զգեստով, կրծքին սեղմած արջուկով, քնի մեջ խաղաղ դեմքով։ Այդ պատկերի մեջ ինչ-որ սրբազան բան կար, ինչ-որ բան, որը Մարիամին ստիպում էր ցանկանալ պաշտպանել այդ երեխային աշխարհի բոլոր ցավերից։ Նա ձեզ հավանեց, մրմնջաց Լոնը, տեսնելով Մարիամի հայացքը։ Շատ։ Նա սովորաբար այդպես չի անում։ Նա ամաչկոտ է անծանոթների հետ։ Ես ինձ անծանոթ չեմ զգում, պատասխանեց Մարիամը, դա ճիշտ էր։ Դուք անծանոթ չեք, ասաց Լոնը։ Ինչ-որ կերպ, դուք երբեք էլ անծանոթ չեք եղել։ Երբ մեքենան ժամանեց, Լոնը խնդրեց Մարիամին նույնպես նստել։ Նա նրան տուն կհասցներ։ Ճանապարհին Սոնան մի պահ արթնացավ հարցրեց, թե արդյոք Մարիամը շուտով իրենց կայցելի։ Մինչ Լոնը կկարողանար միջամտել, Մարիամը պատասխանեց, որ այո, շուտով կայցելի։ Երբ Մարիամը դուրս եկավ մեքենայից իր բնակարանի դիմաց, Լոնը նրան ուղեկցեց մինչ դուռը։ Նա չփորձեց համբուրել նրան։ Նրա զսպվածության մեջ ինչ-որ հարգալից բան կար։ Բայց երբ հրաժեշտ տվեցին, նա նրա ձեռքը պահեց մի փոքր ավելի երկար, քան անհրաժեշտ էր։ Շնորհակալություն այս երեկոյի համար, ասաց նա։ Ամեն ինչի համար։ Մարիամը մտավ իր բնակարան, նստեց մահճակալին, դեռ նույն զգեստով, դեռ այն շրթներկով, որը ժամեր առաջ հույսով քսել էր։ Բայց հիմա ինչ-որ բան այլ էր։ Հիմա հեռախոսում հաղորդագրություն կար։ Հիմա նոր հանդիպման խոստում կար։ Հիմա, երկար ժամանակ անց առաջին անգամ, կար հնարավորություն, որ ամեն ինչ իսկապես կարող է փոխվել։ Նա վերցրեց հեռախոսը, վերընթերցեց Լոնի հաղորդագրությունը։ Դուք յուրահատուկ մարդ եք, Մարիամ։ Ոչ ոք երկար ժամանակ իրեն դա չէր ասել։ Գուցե ոչ ոք երբեք չէր ասել։ Հաջորդ օրերը անհանգստության հույսի խառնուրդ էին, որը Մարիամը չգիտեր ինչպես կառավարել։ Նա մոլուցկի պես ստուգում էր հեռախոսը, վերընթերցելով Լոնի հաղորդագրությունները, կարծես դրանք սուրբ տեքստեր լինեին, որոնք ցանկացած պահի կարող էին անհետանալ։ Նա սկսել էր գրել նրան ընթրիքի հաջորդ օրը, սկզբում պարզ հաղորդագրություն, հարցնելով, թե արդյոք նա լավ է տուն հասել, հետո զրույցներ, որոնք ձգվում էին մինչ ուշ գիշեր։ Սոնան անընդհատ քո մասին է խոսում, գրել էր Լոնը երեքշաբթի երեկոյան։ Նա ուզում է իմանալ, թե երբ ես գալու մեզ այցի։ Ես էլ եմ ուզում իմանալ։ Մարիամը պատասխանեց, որ կարող է գալ հանգստյան օրերին։ Անմիջապես Լոնն ուղարկեց իր տան հասցեն, մի բնակարան շքեղ շենքում, քաղաքի ամենաթանկ թաղամասում։ Նա նախկինում անցել էր այդ թաղամասով, բայց երբեք չէր մտել շենքերից որևէ մեկը։ Դրանք վայրեր էին, որոնք կարծես պատկանում էին այլ աշխարհի, մի աշխարհի, որը իր նման մարդկանց համար չէր։ Ուրբաթ օրը Մարիամը 3 ժամ պատրաստվեց։ 7 անգամ հագուստը փոխեց։ Վերջապես ընտրեց մի պարզ կապույտ զգեստ, որը գնել էր զեղչով ամիսներ առաջ երբեք չէր հագել, քանի որ կարծում էր, թե բավականաչափ հատուկ առիթ չկա։ Հիմա կար։ Հիմա Սոնան կար։ Հիմա Լոնը կար։ Երբ մտավ շենքի վերելակ, Մարիամը զգաց, որ սիրտը բաբախում է։
Ամեն կողմից հայելիներ կային, նա իրեն տեսավ անվերջ արտացոլված միջին տարիքի մի կին շագանակագույն մազերով, որոնք սկսում էին ճերմակել, մի մարմնով, որը շատ հիասթափություններ էր տեսել։ Նա խորը շունչ քաշեց, փորձեց հանգստացնել նյարդերը։ Լոնը բացեց դուռը, մինչ նա կհասցներ թակել։ Նա հագել էր պարզ շապիկ կտավե տաբատ, նրա արտաքինում ինչ-որ անկաշկանդ բան կար, որը նրան էլ ավելի գրավիչ էր դարձնում։ Նրա հետում Սոնան ուրախությունից ճչում էր. «Դուք եկաք։ Դուք իսկապես եկաք», բացականչում էր աղջիկը, վազելով գրկելու Մարիամի գոտկատեղը։ Հայրիկն ասաց, որ դուք կգաք, բայց ես վստահ չէի, որ իսկապես կգաք։ Իհարկե եկա, պատասխանեց Մարիամը, գտավ իրեն երեխային հետ գրկելիս, շնչելով մանկական շամպունի անմեղության բույրը։ Կարծում ես, ես քեզ հետ այդպես կվարվեի։ Որոշ մարդիկ այդպես են անում, պատասխանեց Սոնան մի իմաստությամբ, որը չպետք է լիներ 7 տարեկան երեխայի մեջ։ Հայրիկն ասում է, որ որոշ մարդիկ բաներ են խոստանում, հետո չեն անում։ Բայց դուք արեցիք։ Լոնը ձեռքը դրեց Սոնայի ուսին։ Եկեք Մարիամին ներս թողնենք, չէ՞։ Նա հոգնած կլինի։ Բնակարանը հենց այնպիսին էր, ինչպիսին Մարիամը պատկերացրել էր, մեծ, լուսավոր, զարդարված ժամանակակից կահույքով արվեստի գործերով, որոնք հավանաբար ավելի թանկ արժեին, քան նա վաստակում էր մեկ տարում։ Հատակից առաստաղ պատուհաններ կային, որոնք քաղաքի գրեթե անիրական տեսարան էին բացում։ Բայց Մարիամի ուշադրությունը գրավեց այն, ինչ պատերին էր, լուսանկարներ։ Շատ լուսանկարներ։ Սոնայի տարբեր տարիքներում։ Լոնի մի կնոջ, որին Մարիամը ենթադրեց, որ նրա նախկին կինն է։ Լոնի Սոնայի միասին, ժպտալով տեսախցիկին։ Սա մայրիկս է, ասաց Սոնան, մատնացույց անելով մի լուսանկար, որտեղ նա շիկահեր մազերով լայն ժպիտով կնոջ գրկում էր։ Նա մահացել է։ Հայրիկն ասում է, որ նա հիմա ավելի լավ տեղում է, բայց ես կարծում եմ, որ նա պետք է այստեղ լիներ։ Մարիամը զգաց, որ կուրծքը սեղմվում է։ Նա նայեց Լոնին, որը գունատվել էր։ Սոնա, մենք խոսել ենք այս մասին, ասաց նա մեղմորեն։ Գիտեմ, պատասխանեց աղջիկը։ Բայց դա ճիշտ է։ Ես նրան կարոտում եմ։ Եվ դու էլ ես նրան կարոտում, հայրիկ։ Կարծում ես, ես չեմ նկատում, բայց ես նկատում եմ։ Լոնը խորը շունչ քաշեց։ Այո, ես նրան կարոտում եմ։ Բայց մենք իրար ունենք։ Եվ հիմա մենք ունենք նա Մարիամին։ Սոնան նայեց Մարիամին այն լրջությամբ, որը ծանոթ էր դարձել։ Դուք մեզ հետ կմնաք։ Այսօր, հարցրեց Մարիամը, վստահ չլինելով, թե ինչ է խնդրում աղջիկը։ Միշտ, պատասխանեց Սոնան։ Դուք մեզ հետ միշտ կմնաք։ Այդ հարցի մեջ այնքան հուսալի բան կար, այնքան խոցելի, որ Մարիամը զգաց, որ արցունքները այրում են իր աչքերը։ Նա նայեց Լոնին, որը կարմրել էր, որն ակնհայտորեն նույնքան զարմացած էր, որքան ինքը Սոնայի հարցից։ Սոնա, ամեն ինչ այդպես չի լինում, սկսեց Լոնը։ Ինչու ոչ, հարցրեց աղջիկը։ Դու նրան հավանում ես։ Ես նրան հավանում եմ։ Նա մեզ հավանում է։ Ինչու նա չի կարող մնալ։ Որովհետև մարդկանց ժամանակ է պետք իրար ճանաչելու համար, բացատրեց Լոնը, բայց նրա ձայնի մեջ համոզմունքի պակաս կար։ Որովհետև ամեն ինչ այդքան արագ չի լինում։ Բայց դու ասացիր, որ ռեստորանում նրան ճանաչեցիր, վիճեց Սոնան։ Դու ասացիր, որ նա քեզ համար կարևոր է եղել։ Ապա ինչու նա չի կարող մնալ։ Մարիամը նստեց բազմոցին, զգալով, որ ոտքերը թուլացել են։ Սա չափազանց շատ էր։ Այս ամենը չափազանց շատ էր։ Մեկ շաբաթ առաջ իրեն մերժում էր մի տղամարդ, որը նույնիսկ չէր կարողանում իրեն նայել։ Հիմա մի երեխա խնդրում էր իրեն ընդմիշտ մնալ։ Եկեք մի բան ուտենք, առաջարկեց Լոնը, ակնհայտորեն փորձելով փոխել թեման։ Սոնա, կօգնես Մարիամին ծանոթանալ խոհանոցին։ Սոնան համաձայնեց, բայց ոչ առանց նախապես բռնելու Մարիամի ձեռքը քաշելու նրան բնակարանով մեկ։ Խոհանոցը նույնքան մեծ էր, որքան Մարիամի ամբողջ բնակարանը։ Սոնան ցույց տվեց, թե որտեղ է ամեն ինչ, բաժակները, ափսեները, ելակի հյութը, որը նա պաշտում էր։ Մինչ նրանք պարզ նախաճաշ էին պատրաստում, Սոնան չէր դադարում խոսել։ Նա պատմեց դպրոցի ընկերների, իր ֆիզկուլտուրայի ուսուցչի ձանձրալի լինելու, նկարել սիրելու, բայց դրանում այնքան էլ լավ չլինելու մասին։ Նա հարցրեց, թե արդյոք Մարիամը կարողանում է նկարել։ Մարիամը պատասխանեց, որ մի քիչ կարողանում է։ Սոնան խնդրեց, որ նա ինչ-որ բան նկարի իր համար։
Նրանք նստեցին խոհանոցի սեղանի շուրջ թղթով գունավոր մատիտներով։ Մարիամը նկարեց մի պարզ ծառ, հետո ավելացրեց թռչուններ, հետո ծաղիկներ։ Սոնան բացարձակ ուշադրությամբ հետում էր յուրաքանչյուր գծին, կարծես Մարիամը ինչ-որ կախարդական բան ստեղծեր։ «Դուք շատ լավ եք անում», ասաց Սոնան։ «Ինչո՞ւ աշխատանքի համար չեք նկարում»։ «Որովհետև ես ուսուցչուհի եմ», պատասխանեց Մարիամը։ «Ես մաթեմատիկա եմ դասավանդում»։ «Բայց դուք կարող էիք նկարչություն դասավանդել», վիճեց Սոնան։ «Դուք պետք է անեք այն բաները, որոնք սիրում եք անել»։ Լոնը հայտնվել էր խոհանոցի դռան մոտ դիտում էր տեսարանը, Սոնան Մարիամը խոնարհված թղթի վրա, լիովին կլանված։ Նրա արտահայտության մեջ ինչ-որ բան կար, որը դժվար էր կարդալ։ Երբ նա նկատեց, որ Մարիամը տեսել է իրեն, նա ժպտաց։ «Նա ձեզ աշխատեցնո՞ւմ է», հարցրեց նա։ «Մենք արվեստ ենք ստեղծում», պատասխանեց Սոնան լրջորեն։ «Մարիամն ինձ սովորեցնում է ավելի լավ նկարել»։ «Դու արդեն շատ լավ ես նկարում», ասաց Լոնը, մոտենալով համբուրելով Սոնայի գլխի գագաթը։ Հետո, մի տատանումով, որը Մարիամին հմայիչ թվաց, նա ձեռքը դրեց նրա ուսին։ «Շնորհակալություն, որ այստեղ ես»։ Նրանք ամբողջ կեսօրը միասին անցկացրին։ Ֆիլմ դիտեցին, Սոնան ընտրեց մի անիմացիոն ֆիլմ, որը նա առնվազն 20 անգամ տեսել էր։ Նա նստեց Մարիամի լոնի միջ, ֆիլմի ընթացքում ինչ-որ պահի նա քնեց, գլուխը դրած Մարիամի ուսին։ Լոնը ծածկոց գցեց աղջկա վրա, շարունակեց դիտել, բայց Մարիամը նկատեց, որ նա իրականում ուշադիր չէ։ Նա դիտում էր իրեն։ Դիտում էր, թե ինչպես է նա պահում Սոնային, ինչպես է զգուշորեն շարժվում, որ չարթնացնի երեխային, ինչպես է իր դեմքը փոխվել ժամանելուց հետո, ավելի հանգիստ, ավելի երջանիկ։ Երբ ֆիլմն ավարտվեց, Լոնը Սոնային տարավ սենյակ։ Մարիամը լսեց, թե ինչպես է նա օրորոցային երգում, մի մեղմ մեղեդի, որը նա չճանաչեց։ Երբ նա վերադարձավ, նրա դեմքին խոցելի արտահայտություն կար։ «Ներողություն այս ամենի համար», ասաց նա, նստելով Մարիամի կողքին բազմոցին։ Սոնան շատ ուղղամիտ է։ Նա բաներ է ասում, որոնք այլ երեխաներ չէին ասի։ Նա ազնիվ է, պատասխանեց Մարիամը։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Նա միայնակ է, շարունակեց Լոնը, նրա ձայնի մեջ ցավ կար։ Նա կորցրել է մորը, իսկ ես շատ եմ աշխատում, նա ժամանակի մեծ մասն անցկացնում է դայակների մասնավոր ուսուցիչների հետ։ Ես անում եմ ամեն ինչ, ինչ կարող եմ, բայց երբեմն ինձ հարց եմ տալիս, արդյոք դա բավարար է։ Մարիամը ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ Դու այստեղ ես։ Դու նրան սիրում ես։ Դա բավարար է։ Այդպես է, հարցրեց Լոնը, նրա ձայնի մեջ փխրուն հույս կար։ Որովհետև երբեմն ես զգում եմ, որ ձախողում եմ նրա հետ։ Դու չես ձախողում, ասաց Մարիամը վստահորեն։ Դու անհավանական աշխատանք ես կատարում։ Նա արտասովոր երեխա է։ Լոնը շրջվեց, նայելու Մարիամին։ Դու իսկապես հավատում ես դրան։ Այո, պատասխանեց Մարիամը։ Ես հավատում եմ։ Նա դանդաղորեն առաջ թեքվեց, կարծես նրան հնարավորություն տար հեռանալու։ Մարիամը չհեռացավ։ Երբ նրանց շուրթերը դիպան իրար, դա մեղմ էր, զգույշ էր, ամենաճիշտ բանն էր, որ տեղի էր ունեցել երկար ժամանակ։ Դա կրքոտ կամ վայրի չէր, դա քնքուշ էր, հարգալից էր, կարծես Լոնը յուրաքանչյուր վայրկյան թույլտվություն խնդրեր։ Երբ նրանք բաժանվեցին, Լոնը ճակատը հենեց նրանին։ Ես չեմ ուզում սա փչացնել, շշնջաց նա։ Դու չես փչացնի, պատասխանեց Մարիամը, ցանկացավ ամբողջ սրտով հավատալ դրան։ Բայց նրա մի մասը ավելի լավ գիտեր։ Նրա մի մասը ճանաչում էր օրինաչափությունը, հույս, որին հաջորդում է հիասթափություն, խոստումներ, որոնց հաջորդում է լքվածություն։ Նրա մի մասը սպասում էր, որ ինչ-որ բան սխալ գնա, որովհետև լավ բաները երբեք երկար չէին տում իր նման մարդկանց համար։ Այնուամենայնիվ, երբ Լոնը նորից համբուրեց նրան, նա լռեցրեց իր այդ մասը։ Նա թույլ տվեց, որ հույսը հաղթի, գոնե այդ գիշեր։ Հաջորդող շաբաթները հաղորդագրությունների, հեռախոսազանգերի այցելությունների մի մշուշ էին։ Մարիամը մի առօրյա էր մշակել, որը երբեք չէր պատկերացրել, թե կունենա։ Նա գնում էր Լոնի բնակարան ուրբաթ երեկոյան, հանգստյան օրերն անցկացնում նրա Սոնայի հետ, երկուշաբթի առավոտյան վերադառնում տուն, դժկամությամբ թողնելով այն աշխարհը, որը սկսել էր ավելի իրական թվալ, քան իր սեփական կյանքը։ Սոնան նրան Մարիամ էր կոչում, երբ մենակ էին, բայց հաճախ նրան անվանում էր հայրիկի կինը, երբ խոսում էր ուրիշների հետ։
Դրանում ինչ-որ սեփականատիրական բան կար, ինչ-որ բան, որը Լոնը նկատել էր, որը նրան անհարմար էր զգացնում, բայց որը Մարիամին հուզիչ էր թվում։ Աղջիկը իր համար տեղ էր կառուցում նրանց կյանքում, Մարիամը նրանց համար տեղ էր կառուցում իր սրտում։ Լոնը սկսել էր ավելի բաց լինել իր կյանքի մասին։ Նա պատմել էր, թե ինչպես է իր ընկերությունն աճել, աշխատանքի ճնշումների մասին, թե ինչպես է շատ երիտասարդ ամուսնացել Սոնայի մոր հետ, որովհետև կարծում էր, որ դա ճիշտ բան է, ոչ թե որովհետև իսկապես սիրում էր նրան։ Այդ խոստովանությունը եկել էր մի գիշեր, երբ Սոնան քնած էր, նրանք բնակարանի պատշգամբում էին, դիտելով, թե ինչպես է քաղաքը լուսավորվում։ Ես սիրում էի նրան, ասել էր Լոնը, ուղղելով իրեն։ Բայց դա այն տեսակի սերը չէր։ Դա ավելի շատ հարմարավետություն էր։ Ծանոթություն։ Մենք միասին ենք մեծացել, այնպես որ բնական թվաց։ Բայց երբ Սոնան ծնվեց, ես հասկացա, որ իրականում չգիտեմ, թե ինչպես լինել ամուսին։ Ես գիտեի, թե ինչպես լինել հայր, բայց չգիտեի, թե ինչպես լինել զուգընկեր։ Դու հիմա սովորում ես, պատասխանել էր Մարիամը, դրանում ճշմարտություն կար։ Նա տեսնում էր, թե ինչպես է Լոնը փոխվել, երբ ինքը մտել էր նրանց կյանք։ Նա ավելի ներկա էր, ավելի ուշադիր, ավելի խոցելի։ Քեզ հետ, այո, համաձայնել էր Լոնը։ Քեզ հետ ամեն ինչ ավելի հեշտ է թվում։ Ավելի բնական։ Մարիամը սկսել էր իրեր բերել բնակարան, մի գիրք այստեղ, մի սվիտեր այնտեղ։ Ոչ մի կարևոր բան, բայց իր ներկայության փոքր նշաններ։ Սոնան նկատել էր հավանություն տվել։ Նա սառնարանին էր փակցրել մի նկար, որը Մարիամն էր արել, ընտանեկան այլ լուսանկարների կողքին։ Երբ Լոնը հարցրել էր, թե արդյոք նա վստահ է, Սոնան պատասխանել էր, որ այո, Մարիամն այժմ ընտանիքի անդամ է։ Ոչ ոք չէր ուղղել աղջկան։ Բայց ճաքեր էին սկսում հայտնվել։ Սկզբում փոքր բաներ։ Լոնը պատահաբար նշել էր, որ իր ընկերությունը դիտարկում է Փարիզում գրասենյակ բացելու հնարավորությունը, որ իրեն կարող են տեղափոխել։ Մարիամը զգացել էր, որ խուճապը բարձրանում է կոկորդով, բայց զացրել էր, թե ոչինչ։ Հետո մեկ շաբաթ անց նա նշել էր, որ խոսակցություններ կան ավելի մեծ նախագծի մասին, ինչ-որ բան, որը կարող է պահանջել, որ նա մեկնի երկրից դուրս։ Որքան ժամանակով, հարցրել էր Մարիամը, փորձելով ձայնը անփույթ պահել։ Մի քանի ամսով, պատասխանել էր Լոնը։ Գուցե 1 տարով։ Դեռ որոշված չէ։ Մարիամը գլխով էր արել, կարծես դա կարող չլիներ, կարծես Լոնի 1 տարով անհետանալու գաղափարը իրեն խորապես չվախեցներ։ Նա վաղուց սովորել էր թաքցնել իր զգացմունքները։ Այդպես ավելի անվտանգ էր։ Հաջորդ հանգստյան օրերին Սոնան հարցրել էր, թե արդյոք Մարիամը կցանկանար իր Լոնի հետ այգի գնալ։ Առաջ շաբաթ օր էր, այգին լի էր խաղացող երեխաներով, զբոսնող զույգերով, ընտանիքներով, որոնք կարծես կատարյալ կյանքի կատալոգից լինեին։ Սոնան վազում էր նրանց առջից, աղավնիների հետից ընկած, ծիծաղում էր մի ձով, որը Մարիամին ստիպում էր ցանկանալ սառեցնել այդ պահը ապրել դրանում ընդմիշտ։ Նա երջանիկ է, նկատել էր Լոնը, դիտելով դստերը։ Ավելի երջանիկ, քան տարիներ շարունակ տեսել եմ։ Նա յուրահատուկ երեխա է, պատասխանել էր Մարիամը։ Այդպես է, համաձայնել էր Լոնը։ Բայց դա միայն դա չէ։ Դու ես նրան երջանիկ դարձնում։ Դու ինձ ես երջանիկ դարձնում։ Նա դադարել էր քայլել, շրջվել էր դեպի Մարիամը։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, որը վախեցնում էր նրան, մի լրջություն, մի վճռականություն, մի հույս, որը գրեթե ցավոտ էր տեսնել։ Ես ուզում եմ, որ դու մի բան իմանաս, ասել էր Լոնը։ Ես հստակ չգիտեմ, թե ինչպես սա կստացվի, գիտեմ, որ չափազանց արագ է, գիտեմ, որ դու կարող ես վախենալ։ Բայց ես ուզում եմ, որ դու մնաս։ Ոչ միայն հանգստյան օրերին։ Ես ուզում եմ, որ դու տեղափոխվես բնակարան։ Ես ուզում եմ, որ դու իսկապես մեր կյանքի մասը լինես։ Մարիամը զգացել էր, որ սիրտը կանգ է առնում։ Սա այն ամենն էր, ինչ նա ուզում էր, բայց նա այն ամենն էր, ինչը նրան վախեցնում էր։ Լոնի հետ ապրելը նշանակում էր, որ դա իրական էր։ Նշանակում էր, որ կային սպասումներ, պատասխանատվություններ, ձախողման հնարավորություններ։ Ես պետք է մտածեմ, պատասխանել էր նա։ Լոնը գլխով էր արել, բայց նրա աչքերում հիասթափություն կար։ Իհարկե։ Առանց ճնշման։ Բայց ճնշում կար։ Կար Սոնայի ճնշումը, որը սկսել էր հարցնել, թե երբ է Մարիամը տեղափոխվելու։ Կար Լոնի ճնշումը, որը սկսել էր նրան նայել մի ձով, որը հուշում էր, որ նա պատասխանի է սպասում։
Կար Մարիամի ճնշումը իր վրա, որովհետև նա գիտեր, որ եթե մերժի, եթե տատանվի, կկորցնի այս ամենը։ Երեքշաբթի օրը Մարիամը զանգ էր ստացել Լոնից աշխատանքի ժամանակ։ Նրա ձայնը տարօրինակ էր հնչում, լարված, անհանգիստ։ «Ես պետք է խոսեմ քեզ հետ», ասել էր նա։ «Կարող ես այսօր երեկոյան այստեղ գալ։ Սոնան մինչ ուշ դայակի հետ է»։ Մարիամը զգացել էր, որ խուճապը բարձրանում է։ Դա այն արտահայտությունն էր, որը նախորդում էր վատ լուրերին։ Դա այն արտահայտությունն էր, որը նշանակում էր, որ ինչ-որ բան փոխվել է, որ ինչ-որ բան սխալ է գնացել։ Նա ժամանել էր բնակարան արագացած սրտով, պատրաստ ամենավատին։ Լոնը պատշգամբում էր, դիտելով քաղաքը։ Նա շրջվել էր, երբ Մարիամը ներս էր մտել, Մարիամը տեսել էր, որ նա լաց է եղել։ «Ինչ է պատահել», հարցրել էր նա, մոտենալով։ «Ես ստացա առաջարկը», ասել էր Լոնը։ «Պաշտոնապես։ Նրանք ուզում են, որ ես գնամ Փարիզ։ Առնվազն 6 ամսով, հնարավոր է 1 տարով։ Դա հսկայական հնարավորություն է, Մարիամ։ Դա հենց այն է, ինչ ես միշտ ուզել եմ»։ Մարիամը զգացել էր, որ գետինը անհետանում է իր ոտքերի տակից։ «Երբ»։ 1 ամսից, պատասխանել էր Լոնը։ «Նրանք ուզում են, որ ես 1 ամսից սկսեմ»։ «Իսկ Սոնան», հարցրել էր Մարիամը։ «Նա ինձ հետ կգա», պատասխանել էր Լոնը։ «Իհարկե, նա ինձ հետ կգա։ Ես նրան այստեղ չէի թողնի»։ «Իսկ դու ուզում ես, որ ես գնամ», հարցրել էր Մարիամը, նրա ձայնի մեջ հույս կար, չնայած ողջ վախին։ Լոնը մոտեցել էր նրան։ «Ես ուզում եմ, որ դու մեզ հետ գաս։ Ես ուզում եմ, որ դու գաս Փարիզ։ Ես ուզում եմ, որ դու սրա մի մասը լինես»։ Մարիամը զգացել էր, որ արցունքները այրում են իր աչքերը։ «Ես չեմ կարող պարզապես թողնել իմ կյանքն այստեղ»։ «Ինչո՞ւ», հարցրել էր Լոնը։ «Ինչ կթողնես հետումդ։ Դու կարող ես դասեր տալ ցանկացած վայրում։ Դու կարող ես դասավանդել առցանց։ Դու կարող ես»։ «Դու չես հասկանում», ընդհատել էր Մարիամը։ «Ես այստեղ կյանք ունեմ։ Ես աշակերտներ ունեմ։ Ես բնակարան ունեմ։ Ես ունեմ»։ «Ինչ ունես», հարցրել էր Լոնը, նրա ձայնի մեջ հիասթափություն կար։ «Մարիամ, դու դատարկ կյանք ունես։ Դու ինքդ ես դա ասել։ Դու մենակ էիր, դու դժբախտ էիր, դու կույր ժամադրությունների էիր գնում, որովհետև հուսահատորեն ուզում էիր, որ ինչ-որ մեկը քեզ ընտրի։ Դե, ես քեզ ընտրում եմ։ Սոնան քեզ ընտրում է։ Մենք քեզ ընտրում ենք։ Ինչու դու չես կարողանում մեզ ընտրել»։ Նրա խոսքերում ճշմարտություն կար, այդ ճշմարտությունը ավելի շատ էր ցավեցնում, քան որը սուտ կարող էր։ Մարիամը նստել էր բազմոցին, իրեն փոքր զգալով, իրեն անպատշաճ զգալով։ «Ես վախենում եմ», շշնջացել էր նա։ Լոնը նստել էր նրա կողքին։ «Ինչի՞ց»։ «Որ սա երկար չի տի», պատասխանել էր Մարիամը։ «Որ ես կգնամ Փարիզ, որ կթողնեմ ամեն ինչ, հետո դու կհասկանաս, որ սխալ ես գործել։ Որ դու կհասկանաս, որ ես բավարար չեմ։ Որ դու ինձ մենակ կթողնես օտար երկրում»։ Լոնը գրկել էր նրան։ «Ես երբեք դա չէի անի»։ «Դու չգիտես», պատասխանել էր Մարիամը։ «Դու չես կարող դա խոստանալ»։ «Դու ճիշտ ես», համաձայնել էր Լոնը։ «Ես չեմ կարող խոստանալ, որ երբեք ոչ մի վատ բան տեղի չի ունենա։ Բայց ես կարող եմ խոստանալ, որ կփորձեմ։ Որ այստեղ կլինեմ։ Որ դու մենակ չես»։ Մարիամը մնացել էր նրա գրկում, ցանկանալով հավատալ, ցանկանալով հավատ ունենալ, որ այս անգամ այլ կերպ կլինի։ Բայց նրա մտքում մի ձայն կար, որը կասկածներ էր շշնջում, որը հիշեցնում էր նախորդ յուրաքանչյուր հիասթափությունը, որը նախազգուշացնում էր նրան հիմար չլինել։ «Թույլ տուր մտածեմ», ասել էր նա վերջապես։ «Որքան ժամանակ է քեզ պետք», հարցրել էր Լոնը։ «Մի քանի օր», պատասխանել էր Մարիամը։ «Ընդամենը մի քանի օր»։ Բայց մինչ նա այդ գիշեր մեքենայով վերադառնում էր տուն, մինչ նա անցնում էր քաղաքի դատարկ փողոցներով, որն իր տունն էր եղել ամբողջ կյանքում, Մարիամը գիտեր, որ դա մի քանի օրվա հարց չէր։ Դա խիզախության հարց էր։ Դա հարց էր, թե արդյոք նա կարող էր հավատալ, որ արժանի է ինչ-որ լավ բանի, որ արժանի է ընտրված լինելու, որ արժանի է ընտանիք ունենալու։ Եվ այդ գիշեր, մենակ իր դատարկ բնակարանում, Մարիամը լաց էր եղել, ոչ թե տխրությունից, այլ հույսից, վախից, բոլոր այն զգացմունքներից, որոնք այդքան երկար զսպել էր։
Մարիամը հաջորդ 3 օրն անցկացրեց կաթվածահար վիճակում։ Նա զանգահարել էր իր աշակերտներին չեղարկել դասերը, ասելով, որ հիվանդ է։ Դա սուտ չէր, ինչ-որ հիվանդագին բան կար նրանում, թե ինչպես էր իր մարմինն արձագանքել փոփոխության հնարավորությանը։ Նա մնացել էր անկողնում, նայելով առաստաղին, փորձելով պատկերացնել, թե ինչպիսին կլիներ իր կյանքը Փարիզում։ Փորձում էր պատկերացնել Սոնային ֆրանսիական դպրոցում, Լոնին մի գրասենյակում, որը նա երբեք չէր տեսել, ինքն իրեն մի վայրում, որտեղ ոչ ոքի չէր ճանաչում։ Հեռախոսը անթիվ անգամներ զանգել էր։ Լոնը հաղորդագրություններ էր ուղարկում, հարցնելով, թե արդյոք նա լավ է։ Սոնան նկար էր ուղարկել 3 մարդու պատկեր, որոնք կանգնած էին մի մեծ շենքի դիմաց, հետին պլանում Էյֆելյան աշտարակը։ Ներքում գրել էր երեխայի անհարթ ձեռագրով. «Մենք Փարիզում։ Դու գալիս ես»։ Այդ նկարը Մարիամին 2.5 արեց։ Հինգշաբթի օրը նա զանգ ստացավ մորից։ Նրանք հաճախ չէին խոսում։ Մայրը տարիներ առաջ տեղափոխվել էր գյուղ, Մարիամի հորից ամուսնալուծվելուց հետո նրանք հեռավոր հարաբերություններ էին զարգացրել, հիմնված պատահական հեռախոսազանգերի Սուրբ Ծննդյան հաղորդագրությունների վրա։ Բայց այդ օրը մայրը զանգել էր։ «Քո ընկերուհի Կարինեն ինձ պատմեց, որ դու ինչ-որ մեկի հետ ես հանդիպում», ասել էր մայրը առանց նախաբանի։ «Հարուստ տղամարդ, դստեր հետ»։ Մարիամը զարմացել էր։ Կարինեն իր հարանուհին էր, մի կին, որը սիրում էր բամբասանքներ, որը մի քանի անգամ տեսել էր Լոնին Մարիամին տուն ուղեկցելիս։ «Այո, ինչ-որ մեկի հետ եմ հանդիպում», հաստատել էր Մարիամը, զգուշորեն։ «Եվ նա ուզում է, որ դու տեղափոխվես արտասահման», շարունակել էր մայրը։ «Դուք որտեղից գիտեք դա», հարցրել էր Մարիամը։ «Կարինեն լսել է, թե ինչպես ես դու հեռախոսով խոսում», պատասխանել էր մայրը։ «Մարիամ, դու պետք է զգույշ լինես։ Այդպիսի տղամարդիկ նրանք աշխարհն են խոստանում, բայց հետո»։ «Հետո ինչ», ընդհատել էր Մարիամը։ «Հետո դու թակարդում ես հայտնվում», պատասխանել էր մայրը։ «Դու թողնում ես քո կյանքը, կախվածության մեջ ես ընկնում նրանից, երբ ամեն ինչ դժվարանում է, գնալու տեղ չունես»։ Մարիամը զգացել էր, որ զայրույթը բարձրանում է։ «Դուք ձեր հայրիկի մասին եք խոսում»։ Գծի մյուս կողմում լռություն էր։ Նրա մայրը բաժանվել էր Մարիամի հորից, երբ Մարիամը 15 տարեկան էր։ Դա տգեղ ամուսնալուծություն էր, լի մեղադրանքներով, վիրավորանքներով։ Մայրը պահել էր տունը, բայց կորցրել էր ընկերների մեծ մասին, մեկուսացել էր, դառնացել էր։ «Ես իրականության մասին եմ խոսում», ասել էր մայրը վերջապես։ «Ես պաշտպանության մասին եմ խոսում։ Դու իմ դուստրն ես, ես չեմ ուզում քեզ տեսնել վիրավորված»։ «Ես դուք չեմ», պատասխանել էր Մարիամը, դրանում ճշմարտություն կար։ «Ես դուք չեմ, Լոնը հայրիկս չէ»։ Հեռախոսը անջատելուց հետո Մարիամը մտածում էր այդ խոսակցության մասին։ Մոր ասածի մեջ ճշմարտություն կար։ Ամեն ինչ թողնելու մեջ ռիսկեր կային։ Բայց ճշմարտություն կար նրանում, ինչ ասել էր Լոնը, նա դատարկ կյանք ուներ։ Եվ մինչ մայրն ընտրել էր մենակ մնալ, ընտրել էր պաշտպանվել մեկուսացման միջոցով, Մարիամին այլ բան էր առաջարկվում։ Նրան առաջարկվում էր մենակ չլինելու հնարավորություն։ Ուրբաթ երեկոյան Մարիամը գնացել էր Լոնի բնակարան։ Նա բացել էր դուռը այնքան փխրուն հույսի արտահայտությամբ, որ կոտրել էր նրա սիրտը։ Սոնան վազել էր գրկելու նրան, ճչալով, որ նա վերադարձել է, որ նա վերադարձել է։ «Ես երբեք էլ չեմ գնացել», ասել էր Մարիամը, գրկելով աղջկան։ «Դու հեռու էիր», պատասխանել էր Սոնան, երեխաներին բնորոշ տրամաբանությամբ։ «Դու երկար ժամանակ հեռու էիր»։ Լոնը ընթրիք էր պատրաստել, մի պարզ մակարոնեղեն, որը նա եփել էր Սոնայի հետ։ Սեղանին մոմեր կային, ծաղիկներ կային, հատուկ պահ ստեղծելու ակնհայտ փորձ կար։ Ուտելու ընթացքում Սոնան խոսել էր դպրոցի մի նախագծի մասին, որն անում էր տարբեր երկրների վերաբերյալ, թե ինչպես է սովորում Փարիզի մասին։ «Ես ուզում եմ գնալ Փարիզ», ասել էր Սոնան, բացարձակ համոզմունքով։ «Հայրիկն ասաց, որ մենք այնտեղ ենք ապրելու»։ «Դուք մեզ հետ այնտեղ կապրեք, չէ, Մարիամ»։ Մարիամը նայել էր Լոնին, որը կարմրել էր, որն ակնհայտորեն սպասում էր իր պատասխանին։ «Այո», ասել էր Մարիամը, այդ պահին որոշում էր կայացրել։ «Այո, ես ձեզ հետ այնտեղ կապրեմ»։ Սոնան ուրախությունից ճչացել էր։ Լոնը վեր էր կացել եկել սեղանի շուրջ, համբուրելու Մարիամին, այդ համբույրի մեջ այնքան խորը թեթացում կար, որ Մարիամը զգացել էր, կարծես վերջապես շնչում էր, օրեր շարունակ շունչը պահելուց հետո։
Դու վստահ ես, հարցրել էր Լոնը, երբ նրանք բաժանվել էին։ Ոչ, պատասխանել էր Մարիամը ազնվորեն։ Բայց ես պատրաստ եմ փորձել։ Հաջորդ օրերը գործունեության մի մշուշ էին։ Մարիամը սկսել էր վաճառել կամ նվիրաբերել իր իրերը։ Նա բնակարանը հանձնելու մասին հայտարարություն էր տվել։ Նա տեղեկացրել էր իր աշակերտներին, որ այլևս չի կարող անձամբ մասնավոր դասեր տալ, բայց կարող է շարունակել առցանց, եթե նրանք հետաքրքրված լինեն։ Մեծամասնությունը համաձայնել էր։ Կային նա դժվար խոսակցություններ։ Կարինեն եկել էր թակելու Մարիամի դուռը, հետաքրքրված լուրերով։ Մարիամը պատմել էր ամեն ինչ Լոնի, Սոնայի, Փարիզ տեղափոխվելու մասին։ Կարինեն տպավորված էր մի փոքր նախանձոտ։ Դու խիզախ ես, ասել էր Կարինեն։ Ես երբեք այդպիսի բան անելու խիզախություն չէի ունենա։ Ես էլ, պատասխանել էր Մարիամը։ Բայց երբեմն կյանքը մեզ ստիպում է խիզախ լինել։ Մեկնումից մեկ շաբաթ առաջ Լոնը Մարիամին Սոնային տարել էր Փարիզի կլիմայի համար հագուստ գնելու։ Սոնան ընտրել էր գունավոր վերարկուներ կոշիկներ, որոնք նրան շատ ավելի մեծ էին ցույց տալիս։ Մարիամը գնել էր գործնական իրեր, սվիտերներ, տաբատներ, հարմարավետ կոշիկներ։ Բայց Լոնը պնդել էր, որ նա գեղեցիկ իրեր գնի, իրեր, որոնք նրան կստիպեն իրեն յուրահատուկ զգալ։ Դու արժանի ես քեզ յուրահատուկ զգալու, ասել էր նա, մինչ Մարիամը փորձում էր մի երեկոյան զգեստ, որը բոլորովին անգործնական էր իր նոր կյանքի համար։ Ինչո՞ւ, հարցրել էր Մարիամը։ Որովհետև դու յուրահատուկ ես, պատասխանել էր Լոնը, կարծես դա աշխարհի ամենաակնհայտ բանը լիներ։ Մեկնումից առաջ գիշերը Մարիամը արթուն էր մնացել դատարկ բնակարանում, դիտելով փաթեթավորված արկղերը, որոնք պարունակում էին այն ամենը, ինչ նա որոշել էր տանել։ Դա շատ չէր, մի քանի գիրք, մի քանի հագուստ, մի քանի անձնական իր։ Այն ամենը, ինչ նա կառուցել էր 35 տարում, տեղավորվում էր կես տասնյակ արկղերում։ Կար նա մի արկղ, որը նա հատուկ պատրաստել էր։ Այն պարունակում էր հին լուսանկարներ, իր աշակերտների նամակները, շնորհակալություն հայտնելով իր օգնության համար, փոքր հուշեր իր նախկին կյանքից։ Նա չգիտեր, թե ինչու էր պահել այդ իրերը, բայց զգացել էր, որ պետք է իր անցյալի մի մասը տանի այնտեղ, որտեղ նա պիտի դառնար։ Երբ Լոնը հաջորդ առավոտյան եկել էր նրան տանելու, Մարիամը վերջին անգամ փակել էր բնակարանի դուռը։ Նա հետ չէր նայել։ Օդանավակայանը քաոսային էր։ Սոնան հուզված էր, ցատկոտում էր մի կողմից մյուսը, հարցեր էր տալիս ինքնաթիռների, ամպերի մասին, թե արդյոք կկարողանա տեսնել Էյֆելյան աշտարակը, երբ հասնի Փարիզ։ Լոնը ամբողջ ընթացքում պահել էր Մարիամի ձեռքը, կարծես վախենում էր, որ նա կանհետանա, եթե բաց թողնի։ Ինքնաթիռում Սոնան քնել էր նրանց միջ, գլուխը դրած Մարիամի ուսին։ Լոնը պահել էր Մարիամի ձեռքը բազկաթոռի վրա, նա դիտել էր, թե ինչպես է քաղաքն անհետանում ամպերի տակ, դիտել էր, թե ինչպես է Հայաստանը գնալով փոքրանում, մինչ վերջապես ամբողջովին անհետացել էր։ Դու լավ ես, հարցրել էր Լոնը։ Այո, պատասխանել էր Մարիամը, դա ճիշտ էր։ Վախ կար, անորոշություն կար, ընկնելու զգացում կար։ Բայց նա հույս կար։ Նա զգացում կար, որ վերջապես շարժման մեջ է, որ վերջապես ինչ-որ բան է ընտրում իր համար։ Երբ ինքնաթիռը հասել էր թռիչքի բարձրությանը, Մարիամը փակել էր աչքերը, թույլ տվել, որ շարժիչների ձայնը օրորի իրեն։ Նա մտածել էր մոր մասին, թե ինչպես էր մայրն ընտրել մնալ, ընտրել էր պաշտպանվել մերժման միջոցով։ Եվ Մարիամը հասկացել էր այդ պահին, որ ինքը տարբեր է։ Մարիամն ընտրել էր ռիսկի դիմել։ Երբ նա արթնացել էր ժամեր անց, Սոնան արթուն էր նայում էր պատուհանից դուրս։ Մենք նոր տեղ ենք գնում, ասել էր աղջիկը, դիտելով ամպերը։ Այո, պատասխանել էր Մարիամը։ Դու վախենում ես, հարցրել էր Սոնան։ Մի քիչ, խոստովանել էր Մարիամը։ Ես էլ, պատասխանել էր Սոնան։ Բայց հայրիկն այստեղ է։ Եվ դու ես այստեղ։ Այնպես որ ես այդքան էլ չեմ վախենում։ Մարիամը գրկել էր աղջկան, զգացել, որ ինչ-որ բան հանգստանում է իր ներսում։ Զգացումը, որ գուցե, վերջապես, նա գտել էր այն տեղը, որտեղ պատկանում էր։ Փարիզը մոխրագույն էր ու խոնավ, երբ նրանք ժամանեցին, Մարիամը մի պահ մտածեց, թե արդյոք հսկայական սխալ է գործել։ Բնակարանը, որը Լոնը վարձել էր, մեծ էր ու ժամանակակից, գտնվում էր մի թաղամասում, որը նա նկարագրել էր որպես զարգացող։ Այն տեսարան ուներ դեպի այգի, բավականաչափ տարածք կար, որ յուրաքանչյուրն իր սենյակն ունենար, թե Մարիամը նկատել էր, որ Լոնը սպասում էր, որ ինքը կքնի նրա սենյակում։
Առաջին օրերը ժամային գոտիների փոփոխության ապակողմնորոշման մշուշ էին։ Մարիամը քայլում էր Փարիզի փողոցներով ուրվականի պես, դիտում էր շտապող մարդկանց, լսում էր ծանոթ, բայց տարբեր առոգանություններ, փորձում էր կողմնորոշվել մի աշխարհում, որը միաժամանակ ժամանակակից էր հին։ Սոնան հարմարվել էր երեխաներին բնորոշ դիմացկունությամբ, բնակարանը լցնելով ամեն ինչի մասին հարցերով, ինչու են տաքսիներս, ինչու են մարդիկ փողոցի սխալ կողմով վարում, ինչու է ամեն ինչ այդքան թանկ։ Լոնը սկսել էր իր նոր աշխատանքը ժամանելուց 3 օր անց։ Մարիամն արթնացել էր առաջին առավոտյան իրեն գտել մենակ բնակարանում Սոնայի հետ, պատասխանատու մի երեխայի համար օտար երկրում, չիմանալով, թե որտեղ է ինչ։ Նա մոտ 20 րոպե խուճապի մեջ էր, մինչ խորը շունչ քաշեց հիշեց, որ ինքն ուսուցչուհի է, որ գիտի, թե ինչպես վարվել երեխաների հետ, որ կարող է դա անել։ Եկեք հետազոտենք, ասել էր նա Սոնային։ Եկեք ծանոթանանք թաղամասին։ Նրանք ամբողջ օրը քայլել էին, հայտնաբերելով մի հացի խանութ, որը համեղ հաց էր վաճառում, մի գրադարան, որտեղ Մարիամը գրանցվել էր անդամության քարտի համար, մի այգի, որտեղ Սոնան խաղացել էր, մինչ Մարիամը դիտում էր կարդում։ Երբ Լոնը այդ գիշեր վերադարձել էր տուն, նա գտել էր Մարիամին Սոնային բազմոցին, դիտելով մի ֆրանսիական ֆիլմ, որը նրանք լիովին չէին հասկանում, բայց որը նրանց ծիծաղեցնում էր։ Ինչպես անցավ օրը, հարցրել էր նա։ Մենք հետազոտեցինք, պատասխանել էր Սոնան։ Մարիամը շատ լավ է հետազոտում։ Շաբաթներն անցան։ Մարիամը սկսել էր իրեն ավելի քիչ զգալ որպես այցելու, ավելի շատ որպես մեկը, ով իսկապես այնտեղ էր ապրում։ Նա դպրոց էր գտել Սոնայի համար, մի մասնավոր դպրոց, որի համար Լոնը պնդել էր վճարել։ Նա սկսել էր առցանց դասեր տալ իր հայաստանցի աշակերտներին, ինչը նշանակում էր, որ նա աշխատում էր գիշերները, երբ երանում ցերեկ էր։ Նա մի քանի ընկերուհիներ էր ձեռք բերել, այլ մայրեր այգում, այլ կանայք սրճարանում, որտեղ նա հաճախ աշխատում էր։ Բայց կային նա լարվածություններ, որոնք սկսում էին հայտնվել։ Լոնը շատ էր աշխատում։ Նա շուտ էր դուրս գալիս ուշ վերադառնում, հաճախ աչքերի տաքս շրջանակներով հիասթափության արտահայտությամբ։ Երբ տանն էր, նա հաճախ հեռախոսով կամ համակարգչով էր զբաղված, լուծելով խնդիրներ, որոնք առաջանում էին տարբեր ժամային գոտիներում։ Մարիամը սկսել էր նկատել, որ նա ավելի շատ է խմում, ոչ շատ, բայց բավականաչափ, որ նա նկատեր։ Ամեն ինչ լավ է, հարցրել էր նա մի գիշեր, երբ Լոնը տուն էր եկել իրեն վիսկի լցրել, նույնիսկ վերարկուն չհանելով։ Ամեն ինչ լավ է, պատասխանել էր նա, բայց նրա ձայնի մեջ ինչ-որ հոգնած բան կար։ Պարզապես աշխատանք է։ Ավելի դժվար է, քան սպասում էի։ Ուզում ես դրա մասին խոսել, առաջարկել էր Մարիամը։ Ոչ, պատասխանել էր Լոնը։ Ինձ պարզապես ժամանակ է պետք հարմարվելու համար։ Բայց ժամանակը չէր օգնել։ Եթե ինչ-որ բան, ապա ամեն ինչ ավելի էր վատացել։ Լոնը սկսել էր աշխատել հանգստյան օրերին։ Նա սկսել էր ճանապարհորդել, սկզբում մի քանի օրով Փարիզից Բրյուսել, հետո Բեռլին, հետո Ամստերդամ։ Յուրաքանչյուր ճանապարհորդություն Մարիամին Սոնային մենակ էր թողնում բնակարանում, փորձելով լրացնել այն դատարկությունը, որը նա թողնում էր։ Սոնան սկսել էր հարցեր տալ։ Հայրիկն այլս մեզ չի սիրում, հարցրել էր նա մի գիշեր, երբ Լոնը չեղարկել էր նրան կինո տանելու պլանները, քանի որ արտակարգ հանդիպում կար։ Իհարկե սիրում է մեզ, պատասխանել էր Մարիամը, բայց նրա ձայնի մեջ կասկած կար։ Ապա ինչու նա չի ուզում մեզ հետ մնալ, հարցրել էր Սոնան։ Մարիամը դրան պատասխան չուներ։ Փարիզ ժամանելուց 3 ամիս անց Մարիամը գտել էր Լոնին պատշգամբում, դիտելով քաղաքը։ Նա խմել էր։ Նա կարող էր տեսնել դատարկ գինու շիշը նրա կողքի սեղանին։ Մենք պետք է խոսենք, ասել էր նա։ Լոնը շրջվել էր նայելու նրան, նրա աչքերում ինչ-որ կոտրված բան կար։ Ինչի՞ մասին։ Ամեն ինչի մասին, պատասխանել էր Մարիամը։ Դու անհետանում ես, Լոն։ Սոնան հարցնում է, թե արդյոք դու դեռ մեզ սիրում ես։ Ես եմ հարցնում, թե արդյոք դու դեռ մեզ սիրում ես։ Իհարկե սիրում եմ ձեզ, պատասխանել էր Լոնը, բայց նրա ձայնի մեջ համոզմունքի այնպիսի պակաս կար, որը կոտրել էր Մարիամին։ Ապա ինչու ես այնպես վարվում, կարծես մենք խանգարում ենք, հարցրել էր Մարիամը։ Ինչու ես անընդհատ աշխատում։ Ինչու ես անընդհատ ճանապարհորդում։ Ինչու ես խմում։ Լոնը կտրուկ վեր կացել էր։ Դու չես հասկանում։ Դու չես հասկանում, թե ինչ ճնշման տակ եմ ես։ Այս հնարավորությունը դա այն ամենն է, ինչ ես միշտ ուզել եմ, բայց նա այն ամենն է, ինչ ես երբեք չեմ ուզել։
Ես այստեղ եմ, որովհետև դու ինձ խնդրեցիր քեզ բերել, որովհետև Սոնային փոփոխություն էր պետք, հիմա ես թակարդում եմ մի աշխատանքի մեջ, որն ինձ ոչնչացնում է։ Խոսքերն ընկել էին քարերի պես։ Մարիամը զգացել էր, կարծես ֆիզիկապես հարված ստացած լիներ։ Ես երբեք չեմ խնդրել, որ դու մեզ բերես, ասել էր նա, նրա ձայնը դողում էր։ Դու առաջարկեցիր։ Դու ասացիր, որ ուզում ես, որ մենք քեզ հետ գնանք։ Գիտեմ, պատասխանել էր Լոնը, նրա ձայնի մեջ զղջում կար, բայց նա զայրույթ։ Գիտեմ, որ ես առաջարկեցի։ Բայց ես չգիտեի, թե ինչպես կլինի։ Ես չգիտեի, որ այդքան դժվար կլինի։ Ուրեմն զղջում ես, հարցրել էր Մարիամը։ Զղջում ես, որ մեզ բերեցիր։ Լոնը լուռ էր մնացել։ Այդ լռությունն ավելի բարձր էր, քան ցանկացած բառ, որ նա կարող էր ասել։ Ես կվերադառնամ Հայաստան, ասել էր Մարիամը լսել սեփական ձայնը, կարծես շատ հեռվից գար։ Ես կվերցնեմ Սոնային, մենք կվերադառնանք։ Դու չես կարող դա անել, պատասխանել էր Լոնը։ Ինչո՞ւ, հարցրել էր Մարիամը։ Դու ակնհայտորեն չես ուզում, որ մենք այստեղ լինենք։ Որովհետև Սոնան իմ դուստրն է, պատասխանել էր Լոնը, այդ պնդման մեջ ինչ-որ սեփականատիրական բան կար, որը վախեցրել էր Մարիամին։ Որովհետև դու իմն ես։ Ես քոնը չեմ, ասել էր Մարիամը վեր կացել աթոռից։ Ես իմն եմ։ Եվ Սոնան իրենն է։ Մենք քո սեփականությունը չենք։ Նա մտել էր բնակարան փակել պատշգամբի դուռը։ Նա գիշերն անցկացրել էր Սոնայի սենյակում, պառկած քնած աղջկա կողքին, մտածելով, թե ինչպես էր հասել այս կետին։ Ինչպես էր հույսը վերածվել վիրավորանքի։ Ինչպես էր սերը վերածվել բանտի։ Հաջորդ առավոտյան Լոնը ներողություն էր խնդրել։ Նա ասել էր, որ շատ է խմել, որ բաներ է ասել, որոնք չէր ուզում ասել, որ շատ սթրեսի տակ է։ Նա առաջարկել էր մի քանի օր արձակուրդ վերցնել, ժամանակ անցկացնել Մարիամի Սոնայի հետ։ Նա խոստացել էր, որ ամեն ինչ կլավանա։ Մարիամը հավատացել էր նրան, որովհետև պետք էր հավատալ։ Որովհետև այլընտրանքը խոստովանել, որ սխալ է գործել Փարիզ գալով, որ կրկին կյանքը վատնել է, անտանելի էր։ Նրանք մի հանգստյան օր միասին էին անցկացրել, երեքով։ Նրանք գնացել էին թանգարան, կերել էին սրճարանում գետի ափին, միասին ծիծաղել էին։ Սոնան կրկին երջանիկ էր դարձել։ Լոնը ավելի հանգիստ էր թվում։ Եվ Մարիամը թույլ էր տվել, որ հույսը վերադառնա։ Բայց հույսը փխրուն բան է։ Եվ Մարիամը սկսում էր սովորել, որ միայն հույսը բավարար չէ հարաբերությունները պահպանելու համար։ Մեկ շաբաթ անց Լոնը զանգ էր ստացել։ Մարիամը տեսել էր, թե ինչպես է նրա դեմքը փոխվում խոսելիս, տեսել էր, թե ինչպես է գույնը հեռանում նրա այտերից։ Երբ նա անջատել էր, երկար ժամանակ լուռ էր մնացել։ Ինչ է պատահել, հարցրել էր Մարիամը։ Հայրս, պատասխանել էր Լոնը։ Նա ինֆարկտ է տարել։ Նա հիվանդանոցում է երանում։ Նա կարող է չապրել։ Մարիամը զգացել էր, որ գետինը կրկին անհետանում է իր ոտքերի տակից։ Լոնը այդ գիշեր թռիչք էր ստացել դեպի Հայաստան։ Նա խնդրել էր Մարիամին Սոնային մնալ Փարիզում, Սոնայի դպրոցը սկսվել էր, նա չէր ուզում ընդհատել նրա կրթությունը։ Նա խոստացել էր, որ մեկ շաբաթից կվերադառնա։ Նա վերադարձել էր 3 շաբաթից։ Եվ երբ վերադարձել էր, նրա մեջ ինչ-որ բան այլ էր։ Ինչ-որ բան փոխվել էր, մինչ նա հեռու էր։ Հայրս լավ է, ասել էր նա, երբ ժամանել էր։ Բայց նա թույլ է։ Մայրս վախեցած է։ Իմ ընկերությունն ուզում է, որ ես վերադառնամ Հայաստան, այնտեղի գործառնությունները ղեկավարելու, մինչ հայրս կապաքինվի։ Որքան ժամանակով, հարցրել էր Մարիամը։ Անորոշ ժամանակով, պատասխանել էր Լոնը։ Գուցե մի քանի ամսով։ Գուցե ավելի։ Մարիամը զգացել էր, կարծես կարուսելի վրա լիներ, որից չէր կարողանում իջնել։ Նրանք թողել էին Հայաստանը, գալու Փարիզ։ Հիմա վերադառնում էին Հայաստան։ Բայց այս անգամ ինչ-որ բան այլ էր։ Այս անգամ Մարիամը սկսել էր հասկանալ, որ ինքը ոչինչ չի ընտրում։ Նա պարզապես քարշ էր տրվում Լոնի կյանքով, լողում էր առանց խարսխի։ Իսկ մենք, հարցրել էր նա։ Սոնան, ես։ Մենք քեզ հետ գալու ենք։ Իհարկե, պատասխանել էր Լոնը։ Իհարկե, դուք ինձ հետ կգաք։ Բայց նրա ձայնի մեջ տատանում կար։ Եվ Մարիամը հասկացել էր այդ պահին, որ գուցե Լոնը չէր ուզում, որ նրանք գնան։
Գուցե նա պարզապես դա ասում էր, որովհետև դա այն էր, ինչ սպասվում էր, որ նա կասի։ Հայաստան վերադարձը տարբերվում էր մեկնումից։ Այս անգամ օդում հույս չկար, կար միայն անխուսափելիության զգացում, կարծես նրանց հետ էին քաշում անտեսանելի պարանով։ Սոնան լաց էր եղել, երբ նրանք թողել էին Փարիզի բնակարանը, լաց էր եղել ինքնաթիռում, լաց էր եղել, երբ հասել էին Հայաստան։ Մարիամը ամբողջ ընթացքում պահել էր աղջկա ձեռքը, շշնջալով, որ ամեն ինչ լավ կլինի, նույնիսկ իմանալով, որ դա սուտ է։ Լոնը մեծ տուն էր վարձել Երանի էլեգանտ թաղամասերից մեկում։ Դա Փարիզի շքեղ բնակարանը չէր, բայց մոտ էր։ Բավականաչափ սենյակներ կային, որ յուրաքանչյուրն իր տարածքն ունենար, հսկայական խոհանոց կար, բակում լողավազան կար։ Դա այն տունն էր, որը Մարիամը պատկերացրել էր, երբ երիտասարդ էր երազում էր այլ կյանքի մասին։ Բայց հիմա, երբ այնտեղ էր, տունը դատարկ էր թվում, բանտի էր նման։ Լոնի հայրը ապաքինվել էր, բայց ոչ լիովին։ Նա թուլացել էր, կորցրել էր այն կենսունակությունը, որ ուներ նախկինում։ Մարիամը նրան ճանաչել էր միայն մեկ անգամ, մի պաշտոնական ընթրիքի ժամանակ, որտեղ նա իրեն զգացել էր որպես օտարական։ Նա դիտել էր նրան մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում մեկնաբանել։ Դա հենց թշնամանք չէր, բայց մոտ էր դրան։ Լոնը սկսել էր աշխատել հոր ընկերությունում, երկար ժամեր անցկացնելով գրասենյակում, տուն վերադառնալով հոգնած դյուրագրգիռ։ Կային նա ընտանեկան հարցեր, որոնք Մարիամը լիովին չէր հասկանում, վեճեր փողի, ընկերության ուղղության, պատասխանատվությունների մասին։ Պահեր կային, երբ Լոնը կարծես քաշվում էր բազմաթիվ ուղղություններով, փորձելով լինել որդի, հայր, գործադիր տնօրեն, զուգընկեր, ձախողելով այդ բոլոր դերերում միաժամանակ։ Սոնան ընդունվել էր Երանի միջազգային դպրոց, մի թանկ դպրոց, որի համար Լոնը պնդել էր վճարել։ Նա արագ ընկերներ էր ձեռք բերել, հարմարվել էր երեխաներին բնորոշ դիմացկունությամբ։ Բայց պահեր կային, երբ Մարիամը կարող էր տեսնել շփոթությունը Սոնայի աչքերում, ինչու էին նրանք վերադարձել, ինչու էին ամեն ինչ հիմա տարբեր, ինչու էր իր հայրը միշտ այդքան հեռու, նույնիսկ երբ ֆիզիկապես ներկա էր։ Մարիամը սկսել էր կրկին մասնավոր դասեր տալ, վերսկսելով իր հին աշակերտներից մի քանիսի հետ, որոնք ուրախ էին նրան հետ ունենալու համար։ Բայց նրա աշխատանքում հիմա ինչ-որ դատարկություն կար։ Նա այլ բան էր փորձել։ Նա փորձել էր ընտանիք ունենալ, նա փորձել էր ինչ-որ մեկին պատկանել։ Եվ հիմա, երբ դա անհետանում էր, մնացած ամեն ինչ աննպատակ էր թվում։ Հայաստան վերադառնալուց 2 ամիս անց Մարիամը մի բան էր հայտնաբերել, որը փոխել էր ամեն ինչ։ Նա նամակագրությունն էր դասավորում, երբ գտել էր Լոնին հասցեագրված մի նամակ։ Դրանում ոչ մի կասկածելի բան չկար։ Դա պարզապես սպիտակ ծրար էր, անկյունում մի ընկերության անունով։ Բայց երբ Լոնը այդ գիշեր տուն էր եկել, Մարիամը հարցրել էր դրա մասին։ Պարզապես աշխատանք է, պատասխանել էր նա, շատ արագ։ Չես ուզում բացել, հարցրել էր Մարիամը։ Ավելի ուշ կբացեմ, պատասխանել էր Լոնը, նրա ձայնի մեջ ինչ-որ պաշտպանողական բան կար։ Մարիամը այդ պահին թողել էր, բայց մտածում էր։ Ինչ-որ բան այն չէր։ Ինչ-որ բան Լոնը թաքցնում էր։ Եվ երբ նա հանգստյան օրերին գնացել էր հանդիպման, Մարիամն արել էր մի բան, որ երբեք նախկինում չէր արել։ Նա փնտրել էր նրա գրասեղանում։ Նամակը դարակում էր, արդեն բացված։ Դա փաստաբանից էր։ Եվ մինչ Մարիամը կարդում էր, աշխարհը սկսել էր պտտվել։ Նամակը բաժանման համաձայնագրի մասին էր։ Խնամակալության մասին։ Գույքի բաժանման մասին։ Փաստաբանների անուններ կային, ամսաթվեր կային, իրավաբանական լեզու կար, որը Մարիամը դժվարությամբ էր հասկանում։ Բայց հաղորդագրությունը պարզ էր։ Լոնը ծրագրում էր լքել նրան։ Մարիամը զգացել էր, կարծես ֆիզիկապես հարված ստացած լիներ։ Նա նստել էր Լոնի աթոռին, դողացող ձեռքերով պահելով նամակը, փորձելով հասկանալ, թե ինչ է տեսնում։ Նամակում հեռախոսահամար կար, Լոնի փաստաբանի համարը։ Եվ ամսաթիվ կար, մի ամսաթիվ, որը ընդամենը 2 շաբաթ հետո էր։ Երբ Լոնը այդ գիշեր տուն էր եկել, Մարիամը սպասում էր նրան։ Նա նամակը դրել էր խոհանոցի սեղանին դիտել նրա դեմքը, երբ նա տեսել էր այն։ Դու բացել ես իմ նամակագրությունը, հարցրել էր նա, նրա ձայնի մեջ զայրույթ կար։ Դու ծրագրում էիր ինձ լքել, պատասխանել էր Մարիամը, նրա ձայնի մեջ հուսահատություն կար։ Լոնը նստել էր աթոռին, գլուխը դրել ձեռքերի մեջ։ Մարիամ։ Ոչ, ընդհատել էր նա։ Ոչ։ Դու չես ասի Մարիամ, կարծես դա ամեն ինչ բացատրի։ Դու ծրագրում էիր ինձ լքել։
Դու փաստաբան ունեիր։ Դու Սոնայի համար պայմանավորվածություններ էիր անում։ Եվ դու ինձ ոչինչ չէիր ասել։ Որովհետև ես չգիտեի ինչպես պատասխանել էր Լոնը, նրա ձայնի մեջ հոգնածություն կար։ Որովհետև ես չգիտեի ինչպես քեզ ասել, որ ես սխալ եմ գործել։ Խոսքերն ընկել էին ռումբի պես։ Մարիամը զգացել էր, որ օդը դուրս է գալիս իր թոքերից։ Սխալ, շշնջացել էր նա։ Մենք սխալ ենք։ Ոչ, պատասխանել էր Լոնը, նրա աչքերում արցունքներ կային։ Դու սխալ չես։ Սոնան սխալ չէ։ Բայց սա սխալ էր։ Ես սխալ գործեցի, քեզ Փարիզ բերելով։ Ես սխալ գործեցի, Հայաստան վերադառնալով։ Ես սխալ գործեցի, մտածելով, որ կարող եմ լինել այն տեսակի մարդը, որի կարիքը դու ունեիր։ Մարիամը նստել էր, ծնկները ծալվել էին։ Ապա ինչու արեցիր այս ամենը։ Ինչու խնդրեցիր, որ քեզ հետ գնամ։ Ինչու համբուրեցիր ինձ։ Ինչու ստիպեցիր ինձ հավատալ, որ ես կարող եմ։ Որովհետև դու կարող ես, պատասխանել էր Լոնը, նրա խոսքերում ճշմարտություն կար։ Բայց ոչ այն ձով, որի կարիքը դու ունես, որ ես կարող լինեմ։ Ես ճիշտ մարդը չեմ քեզ համար, Մարիամ։ Ես թույլ եմ։ Ես ասել եմ։ Ես փորձում եմ շատ բաներ լինել շատ մարդկանց համար, ձախողում եմ բոլորում։ Դու չես ձախողում, ասել էր Մարիամը լսել հուսահատությունը սեփական ձայնի մեջ։ Դու պարզապես դժվար շրջան ես անցնում։ Մենք կարող ենք դրա վրա աշխատել։ Մենք կարող ենք։ Ոչ, ընդհատել էր Լոնը վերջապես բարձրացրել աչքերը նայելու նրան։ Մենք չենք կարող։ Ես արդեն փորձել եմ։ Ես փորձել եմ Փարիզում, ես փորձել եմ այստեղ։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես երջանիկ չեմ, Մարիամ։ Եվ դու երջանիկ չես։ Եվ Սոնան շփոթված է։ Եվ հայրս մահանում է։ Եվ ես չեմ կարողանում շնչել։ Մարիամը զգացել էր, որ արցունքները այրում են իր աչքերը։ Ուրեմն դու ինձ կլքես։ Դու կլքես Սոնային։ Դու կանհետանաս, ինչպես մյուս բոլորը։ Ոչ, պատասխանել էր Լոնը։ Ես չեմ անհետանա։ Ես այստեղ կլինեմ Սոնայի համար։ Ես կվճարեմ այն ամենի համար, ինչի կարիքը դու ունես։ Բայց ես չեմ կարող լինել մի հարաբերության մեջ, որը չի աշխատում։ Դա արդար չէ քո նկատմամբ։ Դա արդար չէ իմ նկատմամբ։ Արդար, ծիծաղել էր Մարիամը, հիստերիկ ձայնով։ Դու արդարության մասին ես խոսում։ Դու ինձ հանեցիր իմ երկրից։ Դու ստիպեցիր ինձ թողնել իմ կյանքը։ Դու ստիպեցիր ինձ հավատալ, որ ես ընտանիք ունեմ։ Եվ հիմա ուզում ես անհետանալ։ Ես չեմ ուզում անհետանալ, պատասխանել էր Լոնը։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Եվ ես չեմ կարողանում քեզ երջանիկ դարձնել։ Մարիամը վեր էր կացել աթոռից։ Գիտես, ինչն է զվարճալի։ Ես երջանիկ էի։ Քեզնից առաջ ես մենակ էի, բայց երջանիկ էի։ Ես ունեի իմ աշակերտները, ես ունեի իմ կյանքը։ Եվ հետո դու հայտնվեցիր քո գեղեցիկ դստեր դատարկ խոստումների հետ, դու ստիպեցիր ինձ հավատալ, որ ավելին կա։ Եվ հիմա ուզում ես ինձ վերադարձնել իմ նախկին կյանքին, բայց այդ կյանքն այլս գոյություն չունի։ Դու այն ոչնչացրեցիր։ Լոնը լուռ էր մնացել։ Եվ այդ լռության մեջ Մարիամը հասկացել էր ճշմարտությունը։ Նա իսկապես չգիտեր, թե ինչպես դա ուղղել։ Նա իսկապես սխալ էր գործել, հիմա փորձում էր ազատվել հետանքներից։ Իսկ Սոնան, հարցրել էր Մարիամը վերջապես։ Ինչ ես ասելու Սոնային։ Ճշմարտությունը, պատասխանել էր Լոնը։ Որ մենք իրար սիրում ենք, բայց երբեմն սերը բավարար չէ։ Որ երբեմն մարդկանց տարբեր ճանապարհներ են պետք։ Նա քեզ կատի, ասել էր Մարիամը։ Հավանաբար, համաձայնել էր Լոնը։ Բայց նա ի վերջո կհասկանա։ Երեխաները դիմացկուն են։ Մարիամը այդ պահին դուրս էր եկել խոհանոցից։ Նա բարձրացել էր աստիճաններով դեպի Սոնայի սենյակ, դիտել քնած աղջկան, մտածել, թե ինչպես էր խոստացել, որ երբեք նրան չի լքի։ Մտածել էր, թե ինչպես էր ձախողել այդ խոստումը։ Հաջորդ օրերին Մարիամը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Լոնը հաստատել էր, որ փաստաբան է վարձել։ Նա ասել էր, որ ուզում է, որ ամուսնալուծությունը բարեկամական լինի, որ ուզում է, որ Մարիամը պահի տունը, որ ուզում է, որ նա ֆինանսական անվտանգություն ունենա։
Բայց այդ ամենը կարող չէր, որովհետև այն, ինչ Մարիամն իսկապես ուզում էր, այն էր, որ նա իրեն սիրեր այնպես, ինչպես ինքն էր սիրում նրան։ Երբ Լոնը վերջապես խոսել էր Սոնայի հետ, Մարիամը կանգնած էր դռան մյուս կողմում, լսելով։ Նա լսել էր Սոնայի լացը։ Նա լսել էր Լոնին փորձել բացատրել, փորձել դա ավելի քիչ ավերիչ ներկայացնել, քան իրականում էր։ Եվ նա լսել էր Սոնային տալ այն հարցը, որը Մարիամին 2 արեց. «Մարիամը մեզ հետ մնալո՞ւ է»։ «Այո», պատասխանել էր Լոնը։ «Մարիամը քեզ հետ կմնա»։ «Նույնիսկ եթե դու նրան այլս չես սիրում», հարցրել էր Սոնան։ «Ես դեռ նրան սիրում եմ», պատասխանել էր Լոնը։ «Բայց դա այլ տեսակի սեր է։ Դա այն մարդու սերն է, ում ուզում ես, որ երջանիկ լինի, նույնիսկ եթե դու չես կարող լինել այն մարդը, որը նրան երջանիկ է դարձնում»։ Մարիամը այդ պահին հեռացել էր դռնից։ Նա մտել էր իր սենյակ փակել դուռը։ Եվ լաց էր եղել ոչ միայն տխրությունից, այլ զայրույթից, հիասթափությունից, այն ողջ հույսից, որը նա ներդրել էր մի մարդու մեջ, որն ի վիճակի չէր եղել այն պահպանել։ Այդ գիշեր Սոնան եկել էր Մարիամի սենյակ։ Նա պառկել էր Մարիամի կողքին անկողնում ցածր ձայնով հարցրել. «Դու էլ ես գնալու»։ Մարիամը գրկել էր աղջկան, համբուրել նրա գլխի գագաթը։ «Ոչ», պատասխանել էր նա։ «Ես չեմ գնա։ Ես խոստացել եմ, որ քեզ հետ կմնամ, ես մնում եմ»։ «Նույնիսկ եթե հայրիկն այլս չի»։ «Ուզում», հարցրել էր Սոնան։ «Այո», պատասխանել էր Մարիամը։ «Նույնիսկ եթե հայրիկն այլս չի ուզում»։ Եվ այդ պահին Մարիամը հասկացել էր մի բան, որը երկար ժամանակ էր պահանջել սովորելու համար։ Որ սերը տղամարդու կողմից ընտրված լինելու մասին չէ։ Սերը մնալ ընտրելու մասին է, նույնիսկ երբ դժվար է։ Սերը մի փոքրիկ աղջկա մասին է, որը հարցրել էր. «Կարո՞ղ ենք ձեզ հետ մնալ»։ Մարիամն ասել էր այո։ Եվ Մարիամը պահել էր այդ այոն, ոչ թե որովհետև Լոնն իրեն սիրում էր, այլ որովհետև Սոնան էր իրեն սիրում։ Եվ որովհետև, վերջապես, Մարիամը սովորել էր բավականաչափ սիրել ինքն իրեն, որ չհանձնվեր։ Ամուսնալուծությունը արագ էր ընթացել։ Լոնը առատաձեռն էր եղել, գուցե մեղքի զգացումից, գուցե Մարիամի նկատմամբ անկեղծ մտահոգությունից։ Նա տունը թողել էր նրան, սահմանել էր զգալի ալիմենտ, երաշխավորել էր, որ Սոնան որակյալ կրթության հնարավորություն ունենա։ Բայց այդ բաներից ոչ մեկը չէր լրացրել այն դատարկությունը, որը նա թողել էր։ Բաժանումից հետո առաջին ամիսները ամենադժվարն էին։ Մարիամը գիշերներն անցկացնում էր արթուն, կասկածի տակ դնելով իր կայացրած յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր պահ, երբ նա հավատացել էր, որ ամեն ինչ կստացվի։ Պահեր կային, երբ նա մտածում էր, թե արդյոք ավելի լավ չէր լինի երբեք չհանդիպել Լոնին, արդյոք ավելի լավ չէր լինի մնալ մենակ իր փոքր բնակարանում, մասնավոր դասեր տալով, ապրելով փոքր, բայց կանխատեսելի կյանքով։ Բայց հետո Սոնան կար։ Սոնան բաժանումից հետո փոխակերպման էր ենթարկվել։ Նա ավելի լուռ էր դարձել, ավելի ինքնամփոփ։ Գիշերներ կային, երբ Մարիամը նրան գտնում էր արթուն, նայելով առաստաղին, մտածելով բաների մասին, որոնց մասին 8 տարեկան երեխան չպետք է մտածեր։ Օրեր կային, երբ Սոնան հրաժարվում էր դպրոց գնալ, երբ նա հրաժարվում էր ուտել, երբ նա պարզապես ուզում էր պառկած մնալ անկողնում։ Մարիամը մասնագիտական օգնություն էր փնտրել։ Նա գտել էր մանկական հոգեթերապևտի, որը սկսել էր աշխատել Սոնայի հետ շաբաթը մեկ անգամ։ Դանդաղ, շատ դանդաղ, Սոնան սկսել էր լավանալ։ Բայց նրա մեջ ինչ-որ բան փոխվել էր։ Կար վաղաժամ հասունություն, հասկացողություն, որ աշխարհն ավելի բարդ է, քան նա կարծում էր։ Մի գիշեր, բաժանումից մոտ 3 ամիս անց, Սոնան Մարիամին մի բան էր հարցրել, որը կրկին փոխել էր ամեն ինչ։ «Դու զղջո՞մ ես, որ մեզ հետ եկար»։ Մարիամը ընթրիք էր պատրաստում, կանգնեցրել էր իր անելիքը։ Նա շրջվել էր նայելու Սոնային, որը նստած էր խոհանոցի սեղանի շուրջ, ոտքերը օրորելով, սպասելով ազնիվ պատասխանի։ «Ոչ», պատասխանել էր Մարիամը, նրա պատասխանի մեջ ճշմարտություն կար։ «Ես չեմ զղջում»։ «Նույնիսկ եթե հայրիկը մեզ լքեց», հարցրել էր Սոնան։ «Հատկապես որովհետև հայրիկը մեզ լքեց», պատասխանել էր Մարիամը։ «Որովհետև եթե նա մեզ չլքեր, ես երբեք շատ կարևոր բան չէի սովորի»։ «Ինչ», հարցրել էր Սոնան։ «Որ ես բավականաչափ ուժեղ եմ մենակ լինելու համար», պատասխանել էր Մարիամը։ «Որ ինձ տղամարդ պետք չէ երջանիկ լինելու համար։ Որ ես քեզ ունեմ, դու բավարար ես։ Դու ավելին ես, քան բավարար»։
Սոնան վեր էր կացել աթոռից գրկել Մարիամին, այդ գրկախառնության մեջ թեթացում կար, կարծես Սոնան սպասում էր այդ հաստատմանը, սպասում էր իմանալ, որ Մարիամը իրեն չի մեղադրում, որ Մարիամը իրեն չի լքի։ Հաջորդ ամիսներին Մարիամը սկսել էր վերակառուցել իր կյանքը։ Դա այն կյանքը չէր, որը նա պատկերացրել էր, երբ Լոնի հետ Հայաստանից մեկնել էր, բայց դա մի կյանք էր, որն իսկապես իրենն էր։ Նա ընդլայնել էր իր մասնավոր դասերի բիզնեսը, սկսել էր աշխատել ավելի շատ աշակերտների հետ, նույնիսկ սկսել էր մտածել ուսուցման տեխնիկաների մասին գիրք գրելու մասին։ Նա սկսել էր իրական ընկերություններ հաստատել։ Կար մի կին, Անահիտ անունով, որին նա հանդիպել էր սրճարանում, մի կին, որին նույնպես լքել էր տղամարդ, որը նույնպես վերակառուցում էր իր կյանքը։ Նրանք սկսել էին միասին ժամանակ անցկացնել, կինո գնալ, խոսել գրքերի, հարաբերությունների, կյանքի մասին։ Այդ ընկերության մեջ մի նորմալություն կար, որը Մարիամը մոռացել էր, որ հնարավոր է։ Լոնը սկսել էր պարբերաբար այցելել Սոնային, շաբաթը մեկ անգամ, սովորաբար շաբաթ օրերին։ Նա ազնիվ էր եղել Սոնայի հետ իր խնդիրների մասին, ներողություն էր խնդրել, որ չի եղել այն հայրը, որի կարիքը նա ուներ։ Սոնան ներել էր, ինչպես երեխաներն են անում, բայց նրանց մեջ նա նոր հեռավորություն կար։ Սոնան սովորել էր, որ մարդիկ, որոնց սիրում ես, կարող են քեզ լքել, այդ դասը փոխել էր ինչ-որ հիմնարար բան նրանում, թե ինչպես էր նա վերաբերվում աշխարհին։ Մարիամը նկատել էր, որ Լոնը նիհարել է, որ նրա աչքերի շուրջ ավելի խորը գծեր կան։ Նա ավելի մեծ էր թվում, ավելի հոգնած։ Նա կարեկցանք էր զգացել նրա հանդեպ, ոչ թե այն տեսակի կարեկցանք, որը կստիպեր նրան ցանկանալ վերադառնալ, այլ այն տեսակի կարեկցանք, որը գալիս է հասկանալուց, որ նա էլ էր տառապում, որ նա էլ էր փորձում հասկանալ, թե ինչպես ապրել։ Դու լավ ես, հարցրել էր նա մի անգամ, երբ Լոնը եկել էր Սոնային տանելու։ Ոչ, պատասխանել էր նա ազնվորեն։ Բայց ես փորձում եմ։ Ես հոգեթերապևտ եմ տեսնում։ Ես փորձում եմ հասկանալ, թե ինչու եմ ես սաբոտաժի ենթարկում այն ամենը, ինչ լավ է իմ կյանքում։ Մարիամը գլխով էր արել, բայց չէր պատասխանել։ Ոչինչ չկար, որ նա կարող էր ասել, որ օգներ։ Նա պետք է դա ինքը հասկանար։ Բաժանումից 1 տարի անց Մարիամը զանգ էր ստացել Լոնից։ Նա նյարդային էր հնչում, խնդրել էր հանդիպել իրեն։ Նրանք պայմանավորվել էին հանդիպել Չեզոք սրճարանում, Սոնայից հեռու։ Երբ Լոնը ժամանել էր, նա ծրար էր բերել։ Ես ուզում էի, որ դու սա ունենաս, ասել էր նա, տալով Մարիամին։ Ներսում լուսանկարներ էին Մարիամի, Լոնի, Սոնայի միասին։ Լուսանկարներ այն պահերից, որոնք նրանք կիսել էին։ Կար նա ձեռագիր նամակ։ Մարիամը կարդացել էր նամակը, մինչ Լոնը դիտում էր։ Մարիամ, ես շատ եմ ցավում այն ամենի համար, ինչ արել եմ։ Ես ցավում եմ, որ քեզ բերեցի իմ կյանք հետո լքեցի։ Ես ցավում եմ, որ խոստումներ տվեցի, որոնք չկարողացա պահել։ Դու ավելի լավին էիր արժանի։ Սոնան ավելի լավին էր արժանի։ Բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, որ այն ժամանակը, որը մենք միասին անցկացրինք, իրական էր։ Որ այն, ինչ ես զգում էի քո նկատմամբ, իրական էր։ Ես պարզապես ճիշտ մարդը չէի քեզ համար։ Ես հուսով եմ, որ դու կգտնես մեկին, ով կլինի։ Ես հուսով եմ, որ դու երջանիկ կլինես։ Եվ ես հուսով եմ, որ դու գիտես, որ դու փոխեցիր իմ կյանքը, որ դու օգնեցիր ինձ ավելի լավ հայր լինել, նույնիսկ եթե դա կարճ ժամանակով էր։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Լոն։ Մարիամը լաց էր եղել կարդալիս, բայց դրանք տխրության արդյունքներ չէին։ Դրանք ընդունման, հասկացողության արդյունքներ էին, որ երբեմն սերը բավարար չէ, որ երբեմն մարդիկ անում են լավագույնը, ինչ կարող են ունեցածով։ Շնորհակալություն սրա համար, ասել էր նա, երբ ավարտել էր կարդալը։ Ես պետք է այս ամենը շատ վաղուց ասեի, պատասխանել էր Լոնը։ Բայց ես չափազանց վախկոտ էի։ Նրանք 1 ժամ խոսել էին, զրույցներ, որոնք ազնիվ էին բարի։ Լոնը պատմել էր իր նոր հարաբերությունների մասին, մի կնոջ, որին նա հանդիպել էր թերապիայի ժամանակ, մեկի, ով իրեն հասկանում էր, մեկի, ով նույնպես վերակառուցում էր իր կյանքը։ Մարիամն անկեղծորեն ուրախացել էր նրա համար։ Նա հասկացել էր, որ նա չարագործ չէ, որ նա պարզապես մի մարդ է, որը փորձել ձախողել է, որը փորձում է ավելի լավ անել։ Երբ Լոնը գնացել էր, Մարիամս որոշ ժամանակ մնացել էր սրճարանում, դիտելով լուսանկարները։ Մի հատուկ լուսանկար կար, որը գրավել էր նրա ուշադրությունը, Սոնայի ծիծաղող լուսանկարը, կողքին Մարիամը, երկուսն էլ դիտում էին ինչ-որ բան կադրից դուրս։ Այդ լուսանկարում ուրախություն կար, անկեղծ կապ կար։
Եվ Մարիամը հասկացել էր, որ այդ պահն իրական էր, որ այդ ուրախությունն իրական էր, անկախ նրանից, թե ինչ էր պատահել հետո։ Այդ գիշեր Մարիամը լուսանկարները ցույց էր տվել Սոնային։ Նրանք միասին նայել էին, Սոնան մատնացույց էր արել նույն լուսանկարը, որը Մարիամը նկատել էր։ Մենք երջանիկ էինք, ասել էր Սոնան, ոչ թե որպես հարց, այլ որպես պնդում։ Այո, պատասխանել էր Մարիամը։ Մենք այդպես էինք։ Դու դեռ երջանիկ ես, հարցրել էր Սոնան։ Մարիամը մտածել էր այդ հարցի մասին։ Մտածել էր, թե ինչպես է իր կյանքը փոխվել, թե ինչպես է նա բաներ կորցրել ձեռք բերել, թե ինչպես է նա կոտրվել վերակառուցվել։ Եվ ազնվորեն պատասխանել էր. Այո, ես երջանիկ եմ։ Ոչ այն ծով, որով սպասում էի լինել, բայց երջանիկ եմ։ Որովհետ ես քեզ ունեմ։ Եվ դու լավագույն բանն ես, որ երբե պատահել է ինձ հետ։ Սոնան գրկել էր Մարիամին, այդ գրկախառնության մեջ խաղաղություն կար։ Ընդունում կար, ընդունում, որ կյանքը այն հեքիաթը չէ, որը նրանք պատկերացրել էին, բայց մինույն է, լավ է։ Բաժանումից 2 տարի անց Մարիամը մի լուր էր ստացել, որը կրկին փոխել էր ամեն ինչ։ Լոնը զանգել էր ասելու, որ հայրը մահացել է։ Դա հանկարծակի էր եղել, երկրորդ ինֆարկտ, այս անգամ մահացու։ Մարիամը տխրություն էր զգացել, ոչ թե հենց Լոնի համար, այլ այն կորստի համար, որը նա ապրում էր, այն ցավի համար, որը նա գիտեր, որ նա զգում էր։ Նա Սոնային տարել էր հուղարկավորությանը։ Սոնան առաջին անգամ տեսել էր իր հորը լաց լինելիս, հուզիչ բան կար նրանում, թե ինչպես էր նա փորձում մխիթարել նրան, ինչպես էր ձեռքը դրել նրա ուսին շշնջացել, որ ամեն ինչ լավ կլինի։ Հուղարկավորությունից հետո Լոնը խնդրել էր խոսել Մարիամի հետ։ Նրանք նստել էին գերեզմանատան դրսում գտնվող նստարանին, դիտելով մայրամուտը։ Ես ժառանգեցի ընկերությունը, ասել էր Լոնը։ Եվ ծնողներիս տունը։ Եվ ես մտածում էի, որ գուցե ժամանակն է ինչ-որ այլ բան անել։ Ինչ, հարցրել էր Մարիամը։ Ավելի շատ ժամանակ անցկացնել Սոնայի հետ, պատասխանել էր Լոնը։ Ավելի լավ հայր լինել։ Գուցե նույնիսկ ընկերությունը թողնել ավելի երիտասարդ մեկին, ով իսկապես դա ուզում է։ Ես այնքան շատ ժամանակ եմ անցկացրել բաների հետից ընկած, որոնք կարևոր չէին, որ կորցրել եմ բաներ, որոնք իսկապես կարևոր էին։ Մարիամը գլխով էր արել, հասկանալով, որ Լոնը վերջապես սովորել է այն դասը, որը նա սովորել էր տարիներ առաջ։ Որ հաջողությունը փողի կամ իշխանության մասին չէ, այլ այն մարդկանց մասին, որոնց սիրում ես, որոնք քեզ են սիրում։ Ես ուրախ եմ, որ դու դա հասկանում ես, ասել էր Մարիամը։ Դու ինձանից ավելի լավին էիր արժանի, ասել էր Լոնը։ Ես պարզապես ուզում էի, որ դու իմանայիր, որ ես դա հասկացել եմ։ Որ դու միշտ ավելի լավին էիր արժանի։ Մարիամը ձեռքը դրել էր նրա ուսին։ Ես հիմա ունեմ այն, ինչի կարիքն ունեմ։ Ես ունեմ Սոնային։ Ես ունեմ իմ կյանքը։ Ես խաղաղություն ունեմ։ Դա ավելի լավ է, քան այն ամենը, ինչ դու կարող էիր ինձ տալ։ Եվ դա ճիշտ էր։ Որովհետև Մարիամը վերջապես հասկացել էր, որ լավագույն նվերը, որ Լոնը նրան տվել էր, ոչ թե իր սերն էր, այլ ինքն իրեն սիրել սովորելու հնարավորությունը։ Բաժանումից 3 տարի անց Մարիամը իր կյանքը փոխակերպել էր մի ձով, որը երբեք չէր պատկերացրել, որ հնարավոր է։ Նրա մասնավոր դասերի բիզնեսը զգալիորեն աճել էր, նա այժմ 5 ուսուցիչներից բաղկացած թիմ ուներ, որոնք աշխատում էին իր համար, բոլորը առցանց դասավանդում էին աշակերտներին Հայաստանի աշխարհի տարբեր մասերում։ Նա փոքր գրասենյակ էր վարձել, մշակել էր սեփական ուսումնական ծրագիր, նույնիսկ սկսել էր սեմինարներ առաջարկել այլ ուսուցիչների համար նորարարական ուսուցման տեխնիկաների վերաբերյալ։ Սոնան նույնպես մեծացել էր։ Այժմ 11 տարեկան, նա խելացի, զգայուն դիմացկուն աղջիկ էր։ Նա դարձել էր գերազանց աշակերտուհի, զարգացրել էր արվեստի նկատմամբ սեր, սկսել էր հարցականի տակ դնել աշխարհը մի ձով, որը Մարիամին հպարտություն էր պատճառում։ Կային նա պահեր, երբ Մարիամը կարող էր տեսնել այն ցավը, որը Սոնան կրում էր։ Մորը կորցնելու ցավը, հոր անհետանալու հետո վերադառնալու ցավը, շատ վաղ սովորելու ցավը, որ աշխարհն ավելի բարդ է, քան երեխաները պետք է հասկանային։ Բայց նա ուրախություն կար։ Շատ ուրախություն կար։ Մարիամը սկսել էր կրկին հանդիպել, ոչ թե որովհետև զգում էր, որ դրա կարիքն ունի, այլ որովհետև հանդիպել էր մեկին, ով իսկապես իրեն հետաքրքրում էր։ Նրա անունը Դավիթ էր, նա պատմության ուսուցիչ էր, որը դարձել էր Մարիամի հաճախորդը, որը դասեր էր վերցրել իր ուսուցումը բարելավելու համար։
Նրանք սկսել էին զրուցել, սկզբում կրթության, հետո գրքերի, հետո կյանքի մասին։ Եվ դանդաղ, բնականորեն, դա վերածվել էր ավելիին։ Դավիթը տարբերվում էր Լոնից։ Նա ավելի հանգիստ էր, ավելի կայուն, ավելի ազնիվ իր սահմանափակումների մասին։ Նա նախկինում ամուսնացած էր եղել, ունեցել էր իր սեփական տրավմատիկ ամուսնալուծությունը, սովորել էր իր սեփական դասերը, թե ինչն է կարևոր կյանքում։ Երբ նա հանդիպել էր Սոնային, նա զգույշ էր եղել, հարգալից, հասկացել էր, որ մտնում է բարդ դինամիկայի մեջ։ Սոնան հավանել էր նրան, ինչը կարևոր էր։ Նա ասել էր Մարիամին, նա բաներ չի խոստանում, որոնք չի կարող անել։ Նա ազնիվ է։ Մարիամին ամիսներ էին պահանջվել թույլ տալու, որ Դավիթը ավելի նշանակալի ձով դառնա իր կյանքի մասը։ Ավելի շատ ժամանակ էր պահանջվել թույլ տալու, որ նա պատշաճ կերպով ծանոթանա Սոնայի հետ։ Բայց երբ դա վերջապես տեղի էր ունեցել, դա բնական էր եղել, ճիշտ էր եղել։ Մի գիշեր, հանդիպել սկսելուց մոտ 1 տարի անց, Դավիթը ամուսնության առաջարկություն էր արել։ Դա դրամատիկ չէր եղել։ Նա պարզապես հարցրել էր, մինչ նրանք պառկած էին անկողնում, խոսելով ապագայի մասին։ «Կամուսնանաս ինձ հետ», հարցրել էր նա։ Մարիամը ծիծաղել էր։ «Դու ամուսնության առաջարկություն ես անում, մինչ մենք գիշերազգեստով ենք»։ «Այո», պատասխանել էր Դավիթը։ «Որովհետև սա իրական է։ Սա մենք ենք։ Առանց դրամատիկության, առանց անիրատեսական սպասումների։ Պարզապես մենք, ազնիվ լինելով միմյանց հետ»։ Մարիամը լաց էր եղել, ոչ թե տխրությունից, այլ երախտագիտությունից։ Նա ասել էր այո։ Բայց մի բարդություն կար։ Սոնան հարցրել էր, թե արդյոք Մարիամը պետք է կրկին լքի իրեն, եթե ամուսնանա Դավիթի հետ։ Մարիամը ժամեր էր անցկացրել Սոնայի հետ խոսելով, բացատրելով, որ ոչ, Դավիթի հետ ամուսնությունը չի նշանակում, որ նա կլքի Սոնային, որ Սոնան միշտ կլինի իր առաջնահերթությունը, որ ոչինչ չի փոխի նրանց հարաբերությունները։ «Դու վստահ ես», հարցրել էր Սոնան, այդ հարցի մեջ այնքան խոցելիություն կար։ «Վստահ եմ», պատասխանել էր Մարիամը։ «Դու իմ դուստրն ես, Սոնա»։ Օրինականորեն, թե ոչ, դու իմ դուստրն ես։ Եվ ոչինչ դա չի փոխի։ Սոնան գրկել էր Մարիամին ասել մի բան, որը Մարիամին 2 կես արեց։ «Դու իմ մայրն ես։ Դու միշտ եղել ես։ Այն օրվանից ռեստորանում»։ Մարիամը այդ պահին լաց էր եղել, որովհետև վերջապես հասկացել էր, որ մայրությունը կենսաբանության մասին չէ, այլ ընտրության։ Դա մնալու մասին է, երբ դժվար է, դա սիրելու մասին է, նույնիսկ երբ բարդ է, դա ուրիշին քեզնից առաջ դասելու մասին է։ Հարսանիքը ծրագրված էր լինել փոքր մտերմիկ։ Միայն մոտ ընտանիք ընկերներ։ Լոնը հրավիրված էր, ոչ թե որովհետև Մարիամն էր ուզում, որ նա այնտեղ լիներ, այլ որովհետև Սոնան էր պնդել։ Եվ նա եկել էր, բերել էր իր նոր կնոջը, տեսել էր Մարիամին ամուսնանալիս այլ տղամարդու հետ, կարծես խաղաղ էր դրա հետ։ Արարողությունից հետո Լոնը մի կողմ էր քաշել Մարիամին։ «Դու երջանիկ ես», հարցրել էր նա։ «Այո», պատասխանել էր Մարիամը։ «Ես երջանիկ եմ»։ «Լավ է», ասել էր Լոնը։ «Դու արժանի էիր լինել։ Ես զգում եմ, որ այնքան երկար ժամանակ պահանջվեց, որ դու գտնես մեկին, ով իսկապես քեզ տեսնում է»։ Մարիամը գլխով էր արել հասկացել, որ Լոնը վերջապես խաղաղվել է անցյալի հետ, որ նա վերջապես հասկացել է, որ իրեն լքելը ճիշտ բան էր, ոչ թե որովհետև նա իրեն չէր սիրում, այլ որովհետև նա չէր կարող լինել այն տեսակի սերը, որի կարիքը նա ուներ։ Հարսանեկան երեկոն պարզ էր, բայց կատարյալ։ Սոնան հարսնաքույրն էր, լրջությամբ կրում էր մատանիները, ժպտում էր, երբ Մարիամը Դավիթը ուխտեր էին փոխանակում։ Երբ քահանան հարցրել էր, թե արդյոք կա մեկը, ով դեմ է ամուսնությանը, Սոնան ծիծաղել էր, մաքուր անկեղծ մի ձայն, որն արձագանքել էր փոքր մատուռում։ Խնջույքի ժամանակ, մինչ նրանք պարում էին, Սոնան մի կողմ էր քաշել Մարիամին։ «Դու երջանիկ ես», հարցրել էր աղջիկը։ «Շատ երջանիկ», պատասխանել էր Մարիամը։ «Իսկ դու լավ ես այս ամենի հետ»։ «Այո», պատասխանել էր Սոնան։ «Որովհետև դու մեզ չես լքում։ Դու պարզապես Դավիթին ես ավելացնում մեզ։ Եվ ես Դավիթին հավանում եմ»։ Մարիամը գրկել էր Սոնային մտածել, թե ինչպես էր հասել այս կետին։ Ինչպես էր սկսվել մի անհաջող կույր ժամադրությունից, ինչպես էր հանդիպել մի աղջկա ռեստորանում, ինչպես էր թողել ամեն ինչ, ինչպես էր լքվել, ինչպես էր սովորել մենակ լինել, ինչպես էր վերջապես գտել մեկին, ով իրեն սիրում էր ճիշտ ձով։
Հարսանիքից շաբաթներ անց Մարիամը անսպասելի այցելու էր ունեցել։ Դա Լոնի մայրն էր, մի կին, որին Մարիամը ճանաչել էր միայն հպանցիկ, մի կին, որը կարծես սկզբից ետ չէր հավանել Մարիամին։ Նա եկել էր մենակ, խնդրել էր առանձին խոսել Մարիամի հետ։ Ես ուզում էի ներողություն խնդրել, ասել էր Լոնի մայրը, նրա աչքերում արցունքներ կային։ Ես արդար չէի քո նկատմամբ։ Ես քեզ մեղադրեցի իմ որդու հետ հարաբերությունների ձախողման համար, բայց ճշմարտությունն այն է, որ իմ որդին խնդիրներ ունի, որոնք քեզ հետ կապ չունեն։ Ես պետք է դա տեսնեի։ Ես պետք է ավելի բարի լինեի քո նկատմամբ։ Մարիամը զարմացել էր։ Ներելու ոչինչ չկա, պատասխանել էր նա։ Դուք պաշտպանում էիք ձեր որդուն։ Ես դա հասկանում եմ։ Բայց դու սիրում էիր նրան, ասել էր Լոնի մայրը։ Եվ դու սիրում էիր Սոնային։ Եվ դու նրա հետ մնացիր նույնիսկ այն բանից հետո, երբ իմ որդին նրան լքեց։ Դա մի բան է, որը ես երբեք չէի ունենա անելու խիզախություն։ Մարիամը ձեռքը դրել էր նրա ուսին։ Ես մնացի Սոնայի հետ, որովհետև սիրում եմ նրան։ Ոչ թե Լոնի համար։ Որովհետև Սոնան արտասովոր է, նա արժանի էր ունենալ մեկին, ով իրեն անվերապահորեն կսիրեր։ Լոնի մայրը լաց էր եղել, նրանք կեսօրն անցկացրել էին խոսելով զրույցներ, որոնք ազնիվ էին, բարի էին, որոնք այն մասին էին, որ մարդիկ անում են լավագույնը, ինչ կարող են ունեցածով։ Այդ գիշեր Մարիամը մտածում էր, թե ինչպես էր կյանքը դասավորվել։ Մտածում էր այն անհաջող կույր ժամադրության մասին, թե ինչպես էր այդ մերժումը հանգեցրել մի նոր հանդիպման, որը փոխել էր ամեն ինչ։ Մտածում էր, թե ինչպես էր թողել իր երկիրը, լքվել, սովորել մենակ լինել։ Եվ մտածում էր, թե ինչպես, վերջապես, գտել էր մի տեսակի սեր, որն իրական էր, կայուն էր, հիմնված ազնվության փոխադարձ հարգանքի վրա։ Դավիթը այդ գիշեր մտել էր սենյակ հարցրել, թե ինչի մասին է նա մտածում։ Թե ինչքան տարօրինակ է կյանքը, պատասխանել էր Մարիամը։ Թե ինչպես բաները, որոնք այդ պահին աղետ են թվում, կարող են լինել լավագույն բաները, որ պատահում են մեզ հետ։ Դու Լոնի մասին ես խոսում, հարցրել էր Դավիթը։ Ոչ, պատասխանել էր Մարիամը։ Ես ամեն ինչի մասին եմ խոսում։ Թե ինչպես էի ես մենակ դժբախտ, հետո հանդիպեցի Լոնին, գնացի Փարիզ, վերադարձա, լքվեցի, սովորեցի մենակ լինել, հետո հանդիպեցի քեզ։ Կարծես կյանքն ինձ դասեր էր տալիս, մեկ առ մեկ։ Դավիթը պառկել էր նրա կողքին։ Իսկ ո՞րն էր ամենակարևոր դասը, հարցրել էր նա։ Մարիամը մտածել էր այդ մասին։ Որ ինձ տղամարդ պետք չէ երջանիկ լինելու համար։ Որ երջանկությունը գալիս է ներսից, իմանալուց, թե ով ես դու, բավականաչափ սիրելուց ինքդ քեզ, որ չընդունես ավելի քիչ, քան արժանի ես։ Իսկ հիմա հարցրել էր Դավիթը։ Հիմա, որ դու ինձ հետ ես։ Հիմա, պատասխանել էր Մարիամը, ես երջանիկ եմ, որովհետև ընտրում եմ քեզ հետ լինել։ Ոչ թե որովհետև պետք է լինեմ։ Դա տարբեր է։ Դա ավելի լավ է։ Դավիթը համբուրել էր նրա ճակատը, նրանք պառկած էին մնացել միասին մթության մեջ, Մարիամը զգացել էր մի խաղաղություն, որը երկար ժամանակ էր պահանջվել գտնելու համար։ Այդ գիշեր Մարիամը մտածել էր Սոնայի մասին, որը քնած էր իր սենյակում, որը վերջապես սկսել էր վստահել, որ մարդիկ, որոնք իրեն սիրում են, իրեն չեն լքի։ Մտածել էր Լոնի մասին, որը վերջապես խաղաղություն էր գտել իր սեփական կյանքում։ Մտածել էր բոլոր այն պահերի մասին, որոնք իրեն բերել էին այստեղ, լավ, վատ, շփոթեցնող։ Եվ հասկացել էր, որ կյանքը կատարյալ ավարտ գտնելու մասին չէ։ Դա անկատարությունների հետ ապրել սովորելու մասին է, դա փոքր պահերում ուրախություն գտնելու մասին է, դա այն մարդկանց սիրելու մասին է, որոնց ընտրում ես սիրել, նույնիսկ իմանալով, որ ոչինչ երաշխավորված չէ։ Մարիամը վերջապես գտել էր խաղաղությունը։ Դա այն խաղաղությունը չէր, որը նա պատկերացրել էր, երբ երիտասարդ էր, դա այն խաղաղությունը չէր, որը նա հույս ուներ գտնել Լոնի հետ։ Բայց դա մի խաղաղություն էր, որն անկեղծ էր, որը վաստակվել էր ցավի, աճի սովորելու միջոցով։ Եվ այդ խաղաղությունն ավելի արժեքավոր էր, քան որը հեքիաթ երբեք կարող էր լինել։ Դավիթի հետ ամուսնությունից 5 տարի անց Մարիամը կառուցել էր մի կյանք, որն իսկապես իրենն էր։ Նրա բիզնեսը էքսպոնենցիալ աճել էր։ Նա այժմ ուներ առցանց հարթակ, հարյուրավոր աշակերտներով, հրատարակել էր 2 գիրք կրթության մասին, հրավիրվել էր դասախոսությունների համալսարաններում։ Բայց այդ մասնագիտական հաջողություններից ոչ մեկն այնքան կարևոր չէր, որքան անձնական հաջողությունը, որը նա ձեռք էր բերել։ Սոնան մեծացել էր, դառնալով արտասովոր դեռահաս։
16 տարեկանում նա խելացի էր, կարեկից, ստեղծագործ։ Նա ժառանգել էր Մարիամի գեղարվեստական տաղանդը, սկսել էր իր աշխատանքները ցուցադրել տեղական պատկերասրահներում։ Բայց դրանից ավելի կարևոր նա դարձել էր մի երիտասարդ կին, որը հասկանում էր կյանքի բարդությունը, որը գիտեր, որ մարդիկ կարող են քեզ հիասթափեցնել, մի նույն է արժանի լինել կարեկցանքի, որը սովորել էր, որ դիմացկունությունն ավելի արժեքավոր է, քան այն ամենը, ինչ փողը կարող է գնել։ Լոնը դարձել էր ներկա նվիրված հայր։ Նա թողել էր հոր ընկերությունը իրավասու մենեջերի ձեռքում, կրճատել էր իր աշխատանքային ժամերը, սկսել էր ավելի շատ ժամանակ անցկացնել Սոնայի հետ։ Նա կրկին ամուսնացել էր, որդի էր ունեցել իր նոր կնոջից հայտնաբերել, որ երկրորդ անգամ ավելի լավ հայր լինելը հնարավոր է։ Նա Մարիամը անկեղծ ընկերություն էին զարգացրել, հիմնված ոչ թե ռոմանտիկայի, այլ փոխադարձ հարգանքի Սոնայի նկատմամբ ընդհանուր սիրո վրա։ Դավիթը դարձել էր ոչ միայն Մարիամի ամուսինը, այլ կարևոր հայրական կերպար Սոնայի կյանքում։ Նա համբերատար էր եղել, բարի էր եղել, հասկացել էր, որ ինքը չի փորձում որևէ մեկին փոխարինել, այլ պարզապես սեր է ավելացնում մի ընտանիքի, որն արդեն սովորել էր սիրել բարդ ձերով։ Ամեն ինչ կարծես իր տեղում լիներ։ Ամեն ինչ կարծես վերջապես ճիշտ լիներ։ Բայց հետո, մի սովորական երեքշաբթի, Մարիամը մի զանգ ստացավ, որը կրկին փոխեց ամեն ինչ։ Դա հիվանդանոցից էր։ Սոնան վթարի էր ենթարկվել, ավտովթարի։ Նրան հարվածել էր մի վարորդ, որն անցել էր կարմիր լույսի տակ։ Նա ողջ էր, բայց վերակենդանացման բաժանմունքում էր։ Լուրջ վնասվածքներ կային։ Անորոշություն կար։ Մարիամը զգաց, որ աշխարհն անհետանում է։ Նա գցել էր հեռախոսը, ճչացել էր, զգացել էր, թե ինչպես է Դավիթը գրկում իրեն, փորձում հանգստացնել։ Բայց հնարավոր հանգստություն չկար։ Կար միայն խուճապ, կար միայն այն զգացումը, որ այն ամենը, ինչ նա կառուցել էր, խլվում էր իր ձեռքերից։ Նրանք հասել էին հիվանդանոց գտել Լոնին արդեն այնտեղ, գունատ, կարմիր աչքերով լացից։ Նա գրկել էր Մարիամին, նրանք միասին լաց էին եղել, ոչ թե որպես նախկին սիրահարներ, այլ որպես երկու մարդ, որոնք նույն աղջկան սիրում էին ավելի շատ, քան իրենք իրենց։ Հաջորդ օրերը հույսի հուսահատության մշուշ էին։ Սոնան վիրահատությունների էր ենթարկվել։ Բարդություններ կային։ Պահեր կային, երբ բժիշկներն ասում էին, որ չգիտեն, արդյոք նա կապրի։ Մարիամը մնացել էր Սոնայի կողքին, պահել էր նրա ձեռքը, շնջացել խոստումներ, աղոթքներ։ Երրորդ օրը Սոնան արթնացել էր։ Մարիամը քնած էր մահճակալի կողքի աթոռին, երբ լսել էր մի թույլ ձայն, Սոնան փորձում էր խոսել։ Մարիամն արագ վեր էր կացել, ձեռքը դրել Սոնայի դեմքին, լաց եղել թեթացումից։ Ես այստեղ եմ, շշնջացել էր Մարիամը։ Ես այստեղ եմ, սիրելիս։ Դու անվտանգ ես։ Մարիամ, հարցրել էր Սոնան, նրա ձայնը թույլ էր շփոթված։ Այո, սերս։ Ես եմ։ Դու չգնացիր, հարցրել էր Սոնան, այդ հարցի մեջ այնքան վախ կար։ Մարիամը այդ պահին հասկացել էր, որ չնայած այն ամենին, ինչ պատահել էր, չնայած բոլոր անցած տարիներին, Սոնան դեռ կրում էր լքված լինելու վախը։ Սոնան դեռ վախենում էր, որ Մարիամը կանհետանա։ Երբեք, պատասխանել էր Մարիամը համբուրել Սոնայի ճակատը։ Ես երբեք չեմ գնա։ Դու իմ դուստրն ես։ Դու իմ սիրտն ես։ Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Սոնան լաց էր եղել, Մարիամը լաց էր եղել նրա հետ, նրանք այդպես մնացել էին ժամեր շարունակ, երկու մարդ, որոնք սովորել էին ցավի, բաժանման կորստի միջոցով, որ սերը ամենակարևոր բանն է, որ գոյություն ունի։ Երբ Լոնը ավելի ուշ մտել էր սենյակ, նա տեսել էր Մարիամին Սոնային քնած միասին հիվանդանոցի մահճակալին, ձեռքերը միահյուսված։ Նա լուռ լաց էր եղել, հասկացել էր, որ իր դուստրը Մարիամի մեջ գտել էր մի բան, որը նա երբեք չէր կարողացել նրան տալ, մշտական ներկայություն, անվերապահ սեր, մի մայր, որն ընտրել էր մնալ։ Սոնայի ապաքինումը երկար էր դժվար։ Ֆիզիոթերապիա կար, հուզական տրավմա կար, պահեր կային, երբ նա հարցնում էր, թե ինչու է ողջ մնացել։ Բայց նա Մարիամը կար, որն այնտեղ էր յուրաքանչյուր քայլին, որը շշնջում էր, որ կյանքն արժե ապրել, որը իր գործողություններով ցույց էր տալիս, որ սերն իրական է։ Վթարից 6 ամիս անց Սոնան դուրս էր գրվել հիվանդանոցից։ Նա որոշ ժամանակ սահմանափակ շարժունակություն ուներ, թերապիայի կարիք ուներ, համբերության կարիք ուներ։ Բայց նա ողջ էր մնացել։ Նա հաղթել էր։ Այն օրը, երբ Սոնան վերջապես կարողացել էր քայլել առանց հենակների, Մարիամը փոքր տոնակատարություն էր կազմակերպել։
Միայն ընտանիքն էր, Լոնը, նրա նոր կինը, նրանց փոքրիկ որդին, Դավիթը Մարիամը։ Նրանք տորթ էին կերել, ծիծաղել էին, լաց էին եղել ուրախությունից։ Սոնան վեր էր կացել խնդրել ճառ ասել։ Նա նայել էր Մարիամին ասել. Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն կնոջը, որն ինձ փրկեց։ Ոչ միայն վթարի ժամանակ, այլ ամեն օր։ Դու ինձ ընտրեցիր, երբ ոչ ոք չէր կարող։ Դու ինձ հետ մնացիր, երբ դժվար էր։ Դու ինձ սովորեցրեցիր, որ սերը ընտրությունը ոչ միայն զգացմունք։ Դու իմ մայրն ես։ Դու միշտ եղել ես։ Եվ ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, որ ես աշխարհի ամենահաջողակ մարդն եմ, քեզ ունենալու համար։ Մարիամը լաց էր եղել, ոչ թե տխրությունից, այլ ուրախությունից, երախտագիտությունից, հասկանալուց, որ այն ողջ ցավը, որը նա ապրել էր, հանգեցրել էր այս պահին, այս սիրուն, այս ընտանիքին, որը նա կառուցել էր ընտրությունների զոհաբերությունների միջոցով։ Լոնը նույնպես վեր էր կացել։ Ես ուզում էի մի բան ասել էր նա։ Ես շատ սխալներ եմ արել։ Ես լքեցի Մարիամին, երբ նա արժանի էր մնալու։ Ես լքեցի Սոնային, երբ նա իմ կարիքն ուներ։ Բայց Մարիամն ինձ չմեղադրեց։ Մարիամը սիրեց իմ դստերը, կարծես իր սեփական դուստրը լիներ։ Եվ դրա միջոցով ես սովորեցի, թե ինչ է իսկական սերը։ Դա կրքի կամ ռոմանտիկայի մասին չէ։ Դա մնալու մասին է։ Դա ամեն օր մարդուն ընտրելու մասին է։ Մարիամ, դու ինձ դա սովորեցրեցիր։ Շնորհակալություն։ Այդ գիշեր, մինչ բոլորը քնած էին, Մարիամը դուրս էր եկել պատշգամբ։ Դավիթը միացել էր նրան, վերարկու էր գցել նրա ուսերին։ Դու լավ ես, հարցրել էր նա։ Այո, պատասխանել էր Մարիամը։ Ես լավ եմ։ Ես ավելին եմ, քան լավ։ Ես խաղաղ եմ։ Դու մտածում ես, թե ինչպես ամեն ինչ սկսվեց, հարցրել էր Դավիթը։ Այո, պատասխանել էր Մարիամը։ Ես մտածում եմ մի անհաջող կույր ժամադրության մասին։ Ես մտածում եմ մի աղջկա մասին ռեստորանում, որը հարցրեց՝ կարող ենք ձեզ հետ մնալ։ Ես մտածում եմ, թե ինչպես այդ պահը փոխեց ամեն ինչ։ Իսկ հիմա հարցրել էր Դավիթը։ Մարիամը նայել էր ներս, որտեղ Սոնան քնած էր բազմոցին, որտեղ Լոնը խոսում էր իր կնոջ հետ, որտեղ այն կյանքը, որը նա կառուցել էր, բացվում էր իր ամբողջությամբ։ Հիմա, պատասխանել էր Մարիամը, ես հասկանում եմ, որ կյանքը կատարյալ մարդ գտնելու մասին չէ։ Դա ճիշտ մարդկանց գտնելու նրանց հետ մնալ ընտրելու մասին է, անկախ նրանից, թե ինչ է պատահում։ Դա սովորելու մասին է, որ իսկական սերը զգացմունք չէ, այլ գործողություն։ Դա մի ընտրություն է, որը դու անում ես ամեն օր։ Դավիթը համբուրել էր նրա ճակատը։ Դու անհավանական ես, գիտես դա։ Ոչ, պատասխանել էր Մարիամը։ Ես պարզապես մի կին եմ, որը սովորել է բավականաչափ սիրել ինքն իրեն, որ սիրի ուրիշներին։ Ես պարզապես մի կին եմ, որն ասել է այո, երբ մի աղջիկ հարցրել է՝ կարող ենք ձեզ հետ մնալ։ Եվ այդ այոն փոխեց ամեն ինչ։ Այդ գիշեր Մարիամը խորը քնել էր, առանց մղձավանջների, առանց վախերի։ Նա քնել էր, իմանալով, որ կառուցել է ինչ-որ իրական բան, ինչ-որ բան, որը դիմացել է կյանքի փորձություններին, ինչ-որ բան, որն իսկապես իրենն էր։ Եվ երբ նա արթնացել էր հաջորդ առավոտյան, Սոնան նրա կողքին էր, խաղաղ քնած, նրա ձեռքը դեռ պահում էր Մարիամի ձեռքը, նույնիսկ քնի մեջ։ Մարիամը դիտել էր աղջկան, այժմ երիտասարդ կնոջ, շնջացել մի խոստում, որը նա տվել էր տարիներ առաջ պահել էր։ Ես այստեղ եմ։ Միշտ այստեղ կլինեմ։ Դու երբեք մենակ չես լինի։ Եվ այդ պահին Մարիամը հասկացել էր, որ վերջապես գտել է այն, ինչ փնտրում էր այն անհաջող կույր ժամադրությունից ի վեր, ոչ թե մի տղամարդ, որը կլրացներ իրեն, այլ մի կյանք, որը լիարժեք էր, որովհետև նա ընտրել էր սիրել այն, որովհետև նա ընտրել էր մնալ, որովհետև նա ընտրել էր լինել այն մայրը, որի կարիքն ուներ Սոնան։ Կյանքը հեքիաթ չէր, բայց ավելի լավն էր։ Իրական էր։ Ճշմարիտ էր։ Եվ դա այն ամենն էր, ինչի կարիքը Մարիամը միշտ ունեցել էր։ Պատմության ավարտը։ Ինչպիսի անհավանական ճանապարհորդություն, այնպես չէ՞։ Մենք սկսեցինք Մարիամի հետ մի կույր ժամադրությունից, որը թվում էր հերթական ձախողումը, ավարտեցինք մի կնոջով, որը հայտնաբերեց սիրո իսկական իմաստը, ոչ թե կատարյալ տղամարդու միջոցով, այլ մի աղջկա, որը հարցրեց՝ կարող ենք ձեզ հետ մնալ։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ կյանքը հազվադեպ է հետում մեր նախատեսած սցենարին, որ երբեմն ամենամեծ օրհնությունները գալիս են ամենացավոտ պահերից։
Որ իսկական սերը մի ընտրություն է, որը մենք անում ենք ամեն օր, ոչ միայն մի զգացմունք, որը պատահում է մեզ հետ։ Եվ որ ընտանիքը միայն կենսաբանության մասին չէ, այլ այն մարդկանց մասին, որոնց մենք ընտրում ենք, որոնք մեզ են ընտրում։ Հուզվեցիք այս պատմությունից։ Թողեք մեկնաբանություն ներքում, պատմելով, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Երբ Սոնան հարցրեց, կարող ենք ձեզ հետ մնալ։ Երբ Մարիամը հասկացավ, որ ավելին է արժանի։ Թե երբ նա վերջապես խաղաղություն գտավ իր սեփական կյանքում։ Մի մոռացեք դնել լայք, եթե այս պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Ձեր աջակցությունը օգնում է մեզ շարունակել ձեզ համար բերել այսպիսի անհավանական պատմություններ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, բաց չթողնելու համար ոչ մի դրամատիկ, հուզիչ փոխակերպող պատմություն։ Ամեն շաբաթ մենք բերում ենք նոր գլուխներ, որոնք կստիպեն ձեզ ծիծաղել, լաց լինել, մտորել կյանքի մասին։ Կիսվեք այս պատմությամբ ձեր ընկերների ընտանիքի հետ։ Գուցե ձեր ծանոթներից մեկը պետք է լսի այս ուղերձը, որ արժանի է սիրված լինել, որ արժանի է մնալ, որ արժանի է մի ընտանիքի, որն իրեն ընտրում է ամեն օր։ Էկրանի ձախ կողմում դուք կգտնեք այսպիսի այլ անհավանական պատմություններով լի երգացանք։ Հաղթահարման, սիրո, անձնական փոխակերպման պատմություններ։ Պատմություններ, որոնք կոգեշնչեն ձեզ հավատալ, որ կյանքը կարող է փոխվել, որ դուք կարող եք փոխվել, որ միշտ հնարավոր է նորից սկսել։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար Մարիամի Սոնայի հետ այս ճանապարհորդության ընթացքում։ Շնորհակալություն հավատալու համար, որ պատմությունները կարոր են, որ զգացմունքները կարոր են, որ մարդիկ կարոր են։ Կհանդիպենք հաջորդ գլխում։